հարցերի պատասխանների մեծամասնությունը ես չգիտեմ հարյուրավոր, հազարավոր լսարաններում եմ ես դա դիտարկել, կապվում է անձի հետ։ Մշակույթը էս իր դարերում, հա, ընդ որում շատ հսկայական մեծ դարեր ա վերցված, 5-6 դարի մշակույթ, ու դա ներկայացված է ոչ թե միտումներով, տրենդներով, որ կար համաշխարհային, որի հետ կա, այլ կոնկրետ մարդու, այսինքն այս մարդը գրեց այս գիրքը եւ ինքը ժամանակի խոշոր նկարիչն էր կամ եւ այլն։ Բարվոք հասարակություն ձևավորելու խնդիր ունենք։ Մենք չենք կարողանում հաճախ եթե նկատել ես մարդիկ իրար հետ խոսելիս շատ երկար չեն համբերում իրար։ Հա։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության զրուցակիցը եւս մեկ անգամ պատմական գիտությունների տեխնացու Զորաբ Գևորգյանն էր, բայց այս անգամ Զորաբի հետ զրուցել ենք որպես դասավանդող, մի մարդ, ով դասավանդել է դպրոցում, նաեւ հիմա դասավանդում է համալսարաններում եւ խոսել ենք հենց պատմության դասավանդման մասին, ինչ հիմնական մեթոդաբանություն կարելի է կիրառել, ինչպես են առնչվում համաշխարհային եւ այսպես տեղական պատմությունները, ինչ չափաբաժին պետք է ունենան միկրոպատմությունը եւ մակրոպատմությունը, ինչպես ալտերնատիվ պատմությունը կարող է կիրառվել դասավանդման ընթացքում, ինչ խոչընդոտների կարող են հանդիպել մեր ուսուցիչները, այսինքն կարծում եմ որ շատ օգտակար հաղորդում է ստացվել հենց պրակտիկ առումով, այսինքն ուսուցիչների համար, որ ինչպես իրենք կարող են կիրառել այս հմտություններից դասաժամում եւ նաեւ ի վերջո սերմանեն իրենց ուսանողների մեջ այս պատմական մտածողությունը եւ պատմական ապրումակցումը, որ շատ կարեւոր է նաեւ մեր երկրի ճիշտ արժանի քաղաքացի դաստիարակելու համար։ Անպայման դիտեք եւ օգտագործեք այն բոլոր խորհուրդները, որ մենք այսօր փորձել ենք ձեզ տալ։ Զորաբ ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր մենք մի շատ կարևոր թեմայի մասին ենք խոսելու, կարևոր նաև ոչ միայն մեր պատմաբաններից համար, այսինքն միսակ տեսական, հա, այլ շատ բարձ գործնական, նաև որը կարող է օգուտ տա մեր ուսուցիչներին, պատմության ուսուցիչներին, որովհետև ի վերջո առաջինը մենք պատմությանը առնչվում ենք հենց իրենց միջոցով, դպրոցում մեր երեխաներին են իրենք կրթում եւ փորձենք հասկանանք ինչ խնդիրներ ունենք պատմության դասավանդման մեջ։ Ու այդ առաջի հարցը որ կուզենայի սկսեի ընդհանրապես մեթոդաբանական փոփոխությունները մենք կրել ենք խորհրդային միությունից հետո թե չէ քո կարծիքով դպրոցներում դու աշխատում ես հետները իրականում մեթոդաբանական համակարգային փոփոխություններ եթե ասենք արմատական չենք կրել փոփոխություններ կան եթե օրինակ ես հիշում եմ բազմաթիվ դասալսումները որ ունեցել եմ Հայաստանի տարբեր դպրոցներում փոփոխությունները կան բայց դրանք ավելի անհատական նախաձեռնողականության արդյունք են քան համակարգային որտեղ երբ որ մենք ավելի շատ կենտրոնանում ենք բովանդակության, հա, տեքստային ու պատկերային փոփոխությունների վրա, այն է դասագրքեր կամ ռեսուրսներ, առարկայական չափորոշիչներ, եթե նկատում եք հիմնական մեր հանրային Հա, դա է ամենամեծ քննարկման առարկան քննարկվում է, այսինքն գերկենտրոնացումը գնում է տեքստերի այն բովանդակության վրա որ կա մենք այս քննարկումից դուրս ենք մղում արդեն մեթոդաբանականը, որ ամենակարևորն է, որովհետև գիտեք, երբ որ քաղաքական համակարգը, կառավարման համակարգը փոխվում է եւ այդ փոփոխության խզվածքում ուշադրություն չի դարձվում ինչպեսի վրա այսինքն մեթոդաբանության վրա, մոտեցումների, հայեցակարգերի վրա, այլ ուշադրության կիզակետում էլի հայտնվում է ինչը, այսինքն տեքստը, բովանդակությունը, վտանգը շատ մեծ է, որ աստված մի արասցե նորից էլի քաղաքական փոփոխության պարագայում մենք էլի ինչերն ենք փոխելու, ցավոք սրտի, մենք ասելով մեր հանրությունը ինչպես փոխվեց 1920-ականներին կամ, չգիտեմ, Ստալինի մահից հետո եւ այլն, այսինքն առաջնահերթ ճիշտ է բավական երկար ժամանակ է անցել անկախությունից սկսած, բայց պետք է շատ մեծ համակուշադրություն դարձնեինք ինչպեսի Հա, եւ բանը դասագրքերի թեման որ փորձենք փակենք, ընդհանրապես մեր 21-րդ դարում դու ո՞նց ես կարծում, դասագրքերի դերը գեր գնահատված չի, այսինքն հիմա ինտերնետի հասանելիության կամ ինչ-որ դասագիրքը վերջին հաշվով ինձ թվում է պետք է դառնար բազմաթիվ այլ գործիքներից մեկը, բայց հիմա մենք ճիշտ ես ասում, տեսնում ենք, որ մեր հասարակության ամբողջ քննարկումը, այդ բանավեճը նույնիսկ, հա, որ կա հենց դասագրքերի շուրջ է, ինչ կարծիք։ Խոսքը ոչ միայն դպրոցական դասագրքերի մասին է, առհասարակ, ասպես ասենք, ամբողջական, ամփոփ
եթե վերցնենք հայոց պատմություն կամ համաշխարհային պատմություն ձևաչափերը, գայթակղիչ են, որովհետև ընկալում են առաջացնում, որ այս գրքում գրված է ամեն ինչ։ Հա, Դու չակերտների մեջ։ Եվ ուսանողի, սովորողի համար դա գայթակղիչ է, դե գնամ այդ ամեն ինչը կարդամ կամ վերարտադրեմ բանը։ Մյուս ծայրահեղությունը, երբ որ մենք առհասարակ գրքակենտրոնությունից հանկարծ շեղվենք, որտեղ մի բան է, երբ որ ես կասեմ, այո, դասագրքի այն ձևաչափերը, որոնք կան ոչ միայն Հայաստանում, աշխարհում խորքային պոլեմիկաների մեջ են, մյուս կողմից այդ գրքակենտրոնությունից էլ պիտի շատ չհեռանալ։ հա, Որտեղ դրա հակառակ ծայրահեղությունը, երբ որ մենք կընկնենք ուղղակի անչափելիության մեջ, ոնց որ նշեցիր, համացանցը շատ անսպառության մեջ մենք ուղղակի կկորցնենք շատ չափանիշներ, մոտեցումներ եւ ընդհանրապես չափման միավորներ ընթացքում։ Հետևաբար մեզ պետք է նոր ձևաչափեր։ Նոր ձևաչափերը դրանք պիտի ամփոփեն, շատ կարևոր է որ ամփոփեն գիտելիքի ժամանակակից ձևակերպումներ։ Օրինակ, արդյոք մենք գիտելիք համարում ենք ոչ միայն առարկայական բովանդակությունը, ինչ երբ որտեղ կամ զուտ առարկային, տվյալ առարկային վերաբերող բովանդակությունը, թե մենք գիտելիք ենք համարում նաև բազմաթիվ անգամ չարչրկված բառերը, հմտությունները, բայց շատ կարևոր է նաև անհատական որակները։ Այս գլխավոր 3 հենասյուներից երրորդը, եթե մենք օրինակ անկախության շրջանում վերջին տարիներին սկսեցինք խոսել հմտությունների մասին եւ դա դարձավ այն որ ասում եմ մատի փաթաթան, անդադ հմտություններ բառերն են կրկնում, բայց այն երրորդ հենասյունը ընդհանրապես բաց է թողնվել, օրինակ ինչ որակներ է ձևավորվում սովորողի մոտ, որովհետեւ եթե խոսում ենք հումանիտար առարկայի մասին, մենք պետք է հարց տանք, ինչ ենք դասավանդում ու ինչու ենք դասավանդում։ Այս հարցադրումը ընդհանրապես դասավանդողի մոտ անդադ լինի այդ ինովացիոն գլխավոր հարցադրումը, որը իրան կտանի նոր փնտրտուքների։ Անհատական որակները չափազանց կարևոր են։ Հա, ճիշտ է, ու ճիշտ է բան ասել, որ հումանիտար գիտության առաքելություններից մեկն էլ հենց դա է, էլի, ասենք ձևավորել որակներ, մարդու եւ վերջին հաշվով նաեւ աշխարհայացք, էլի, տալ մարդուն այդ բարու եւ չարի պատկերացումները նաեւ ինչ որտեղ, հա։ Եվ մի բան էլ էլի այդ բալանսի հետ կապված, որ դասագրքերի մասին էի խոսում, որ պետք է, այսինքն եւ շատ չկենտրոնանալ դասագրքի վրա եւ նաեւ այսպես իրան լրիվ չանտեսել, նաեւ եւս մի բալանսի մասին կուզենայի խոսեի, դա փաստի, գիտելիքի եւ վերլուծության այդ ճիշտ բալանսը գտնելու մեջ, էլի։ Որտեւ ես քարտազրույցներն էի լսում, երբ որ պատրաստում էի, դու շեշտում էիր, որ ասենք խորհրդային միության այդ մոդելը դա շատ գիտելիք տալն է, շատ ինֆորմացիա տալն է։ Հիմա մի տեսակ ոնց որ էլի համացանցի հղումաներով թվում է թե գիտելիքը կարելի է միշտ Google-ել, չգիտեմ ինչ որ բան գտնել կամ այս արհեստական բանականության դարում ինչ որ հարցնել եւ մարդիկ ավելի շատ փորձում են կենտրոնանալ են երկրորդ բաղադրիչի վրա, գիտելիքի վերլուծության։ Ուզում եմ հասկանամ դուք համար այդ բալանսը գտել ես։ Ես գտել եմ։ Հա։ Ես գտել եմ։ Կիսվի մեր հետ։ Ճանապարհին եմ, որ դա շատ բարդ է, որովհետև երբ որ հասարակության կրթական միջավայրին երկար ժամանակ սովորեցել ես թե ինչ է գիտելիքը, իսկ գիտելիքը շատ հանրագիտարանային ընկալումներով ես ներկայացել, բնականաբար այդ տիպի լսարանում, դա լինի փոքր կամ մեծ լսարան, դժվար է բերել այն դաշտ, որտեղ օրինակ խմբային աշխատանք, որ դու հանձնարարում ես, այն թե ինչպես է ինքը իր դասընկերոջ կամ դասանում շփվում, դա էլ է գիտելիք, բայց երբ որ ուսուցիչը դա չի շեշտում, որ օրինակ տեսակետների բախման մեջ հենց երևում է ձեր ինչպես եք դուք հաղորդակցում եք, հաղորդակցությունը եւս գիտելիք է։ Այս ամբողջը եթե մենք հայեցակարգային մակարդակի ենք բերում, ինքը բավական հեշտանում է, այսինքն հաջորդ process-ը գտնել այնպիսի առաջադրանքներ, որոնք այս իմ ասած առարկայական փաստային մասը հմտությունները, վերլուծական հմտությունները ինչպես համեմատել, համադրել, հակադրել, այս ամբողջ, որտեղ հաճախ ուսուցիչները երբ որ ասում են վերլուծել, երբեմն ասում ես, «Էդ ի՞նչ է վերլուծելը», ասում են, «Դե ես վերլուծեցի ու համեմատեցի»։ Ես չի մտածում, որ համեմատելը վերլուծելու մի բաղադրիչ է, մի փոքր բաղադրիչ է, որը որ անընդհատ դասի ընթացքում պիտի զարգացնել։
Եվ նաև անհատական որակներ, այսինքն որքանով է մարդը հանդուրժողական, օրինակ խմբային աշխատանքում, ուսուցիչը հետևում է, օրինակ խմբում իր կիզակետում պահում այս 3 բաղադրիչները։ Իհարկե այդ 3 բաղադրիչները կիզակետում պահելը հենց այն պրոֆեսիոնալիզմի մակարդակն է, որ դասավանդողը պիտի ունենա։ Սա է ամբողջ խնդիրը, որը հայեցակարգային մակարդակից պետք է բերել չափելի առաջադրանքային մակարդակ, այսինքն առաջադրանքը, երբ որ դու ստեղծում ես, ձևակերպում ես կամ նախարարությունում կամ ինչ-որ միտեղ ձևակերպում են, այս հայեցակարգի 3 մուրճերը փոխաբերական ասած պիտի թակեն ստեղծողի, որ ասում եմ, մտքին, հա, որպես ինքը հանկարծ այս 3-ից մեկը բաց չթողնի, որտեղ եթե բաց թողեցինք, մենք էլի ունենալու ենք ոչ լիարժեք, եթե մենք խոսում ենք հասարակության ինովացիայի մասին, ուժեղ գիտելիքի մասին, ուժեղ գիտելիք, ուժեղ մարդու մասին, հետևաբար մենք այս 3 բաղադրիչները անպայման պիտի համարժեքության մեջ դիտենք եւ առաջադրանք ստեղծելիս ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Հա, շատ ճիշտ ես ասում, բայց ով պետք է դա անի, դա պետք է արվի վերևից, այսինքն նախարարության կամ ինչ-որ ինստիտուցիոնալ ձևով, թե դա կարող է անի, օրինակ, չգիտեմ, պատմության դասավանդողների միությունը, արմիություն կարելի ասել, կամ ինչ-որ կազմակերպություններ, որոնք ներգրավված են այդ process-ի մեջ, ոնց ես կարծում, ներքևից է գնալու, թե վերևից է։ Դա շատ բանից է կախված։ Մենք կառավարման միջավայրում դեռևս սովոր չենք հարաբերականորեն լիբերալ, այսինքն մի քիչ ազատ, հիմա մենք տնտեսական տեսանկյունից ասում ենք ազատ շուկայական հարաբերություններ, բայց փոխաբերական ասած ազատ գիտելիքային հարաբերություններին դեռևս մենք սովոր չենք։ Մենք ասելով, ես նշում եմ օրինակ մեր ուսուցիչները ուսուցչական դասավանդող կրթական համայնքը, որտեղ անդադ իրեն սովորեցել են, որ որոշումները պիտի գան, որոշումները էլի կգան, բայց հայեցակարգային բովանդակային ստեղծագործականությունը էլի պիտի գա նախարարությունից։ Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը սովորի, որ պիտի սկսել շարժում ներսից, այսպես ասած։ Հիմա կլինեն կլաստերներ, խմբեր, համայնքներ, որոնք իսկապես կգեներացնեն նոր մոտեցումներ, ինչու ոչ նրանք կմրցակցեն իրար հետ, մեկը մյուսին կքննադատի ոչինչ եւ այս ամբողջի մեջ կստեղծվի որոշակի գիտելիքային հարաբերականորեն ավելի ազատական միջավայր, հա, ես ազատական նշելով չեմ ասում քաղաքական տեսանկյունից ազատական, այլ պարզապես մրցակցային միջավայր կձևավորվի, որտեղ մի տեսակետը կմրցակցի մեկ այլ տեսակետի հետ։ Օրինակ ես երեք մի քանի օր առաջ ավելի շատ մտածում էի Վովափղեկի մասին։ Ահա, հա։ Հետարքիր մի դրվագով ինչպես ես դու վերհանում հանրային մտածողական շատ շերտեր, օրինակ էկոլոգիական մտածողություն։ Հա, հիշացնեմ մեր լսողներին հիշացնենք, որ դա այն փիղներ, որ փախել էր, չէ, բանից, կենտրոնաբանական այգուց եւ հետո սպանվեց, տանկով լղջվեց այդ կենթանին։ Հիմա երբ որ ես մի տրեյնինգի էի մասնակցում, Մեծ Բրիտանիայից մասնագետներ, նրանք մի այդպիսի քննարկում ունեին, ինչու մի ուխտ, որը անդադ ծառայում էր, այսինքն երբ որ մենք պատմության պատճառներն ենք վերհանում, ինչու ուխտը մահացավ։ Հիմա մեր դեպքում ինչու փիղը սպանվեց։ Երբ որ դու հարցնում ես, փոքր լսարան լինի, մեծ հաշվով հանրության հանրային հարցադրում ես դնում, միանգամից առաջանում է այսպեսի մի ընկալում, որ օրինակ 1970-ականներից իրենք միայն հիշում էին հենց այդ փղի դրվագը։ Հիմա հարց, նախ ինչու այդ փղի դրվագը չի դառնում մեր պատմության բովանդակության մեջ case, այսպես ասած, ինչու չի քննարկվում։ Առաջին պատասխանը, որ հնչում է, հետևյալն է, որ դե մարդկանց սպառնում էր անվտանգությանը մարդկանց եւ փիղը դրա համար սպանվեց։ Բայց այնտեղ կան շատ երկարաժամկետ պատճառներ։ Ինչու էին փղին բերում եւ չունեին որևէ կառավարման խնդիր, այսինքն կառավարման լուծումներ, սցենարներ։ Այսինքն նման քննարկումները շատ կարևոր է մտցնել մեր պատմական բովանդակության մեջ, որպեսզի այդ մարդը ընկալվի իր իրական բնական կյանքով, հա, միջավայրում։ Այլապես մեր սովորողները ինչի են հաճախ ունենում դեմոտիվացիա, պատմություն կամ հումանիտար առարկաներ սովորելու, դրանց շատ արհեստական մատուցման պատճառով, որտեղ դրանք չեն մատուցվում իրական բնական միջավայրին հատուկ, հա, մարդը իր միջավայրում, այլ դրանք ավելի շատ մատուցվում են
գերպերսոնալիզացված եւ սրանից բխող հարցադրումներ օրինակ խնդրի լուծման տեսանկյունից, որոնք են պատճառները, գնում էլի մագնիսի նման կպնում են մարդակենտրոն, այսինքն էգո կենտրոնության, այսինքն մենք մարդակենտրոնությունը երևի շփոթենք էգո կենտրոնության հետ, երբ որ բոլոր պատճառները դու կապում ես մարդու ցանկության ու կամքի հետ։ Երբեմն ես հարցնում եմ, օրինակ երբ որ ուսանողը գրում է, դե որովհետև ինքը ցանկանում էր զարգացնել տնտեսությունը։ Ասում եմ դուք պատկերացնում եք բոլոր ուսանողները հեշտ էս պատասխանը գրային։ Հիմա ես ինչ պետք է գրեմ։ Դուք սխալ եք գրել, թե ճիշտ եք գրել։ Այսինքն բոլոր լսարաններում Հայաստանի այս հարցին կարող են տալ ձեր պատասխանը։ Այսինքն պատճառը այդ ցանկությունը չի, միայն մարդու ցանկությունը կամ մարդու կամքը չի։ Պատճառները շատ միջավայրային են եւ այդ փղի պատմությունը կամ երկրաշարժի պատմությունը կամ գետառի ջրհեղեղի պատմությունը, հայրենադարձության պատմությունը, կուլակաթափության պատմությունը, այս բոլորը քանի որ չունեն բավարար քննարկումային դաշտ, թե պատմության դասագրքերում, թե պատմության դասավանդման դիսկուրսում։ Դրանք նաև չեն նյութականանում, այսինքն մեր Երևանում օրինակ չկան նման հուշարձաններ, որոնք ցույց կտան այդ մտածողությունը։ Համաձայն եմ եւ շատ հարցեր առաջացրեց այս խոսքը նախ այդ անձնակենտրոնություն եւ անհատը ես էլ եի ուզում դրա այդ ովափեղիկի հետ կապված դեպքը ամենայն հավանականությամբ չի մտել չի հիշվում որովհետեւ չկա կոնկրետ մեկը ով դա նախաձեռնել է օրինակ չգիտեմ վնասազերծել ասենք, հա, փղիկին։ Այսինքն չկա մարդ, ում շուրջ որ կառուցվի։ Ընդհանրապես մեր պատմության դասագիր գիրոք որ նայես, դա մեկն է, ում շուրջ դա կառուցվում է։ Նույնիսկ, չգիտեմ, մշակույթային մասը, որ նայես, կա չէ, մեր մոտ ասենք 10-ն է, հետո գալիս է մշակույթը, այսինչ դարերում, հա։ Ընդ որում շատ հսկայական մեծ դարեր ա վերցված, 5-6 դարի մշակույթ, ու դա ներկայացված է ոչ թե միտումներով, տրենդներով, որ կար համաշխարհային, որի հետ կա, այլ կոնկրետ մարդու։ Այսինքն այս մարդը գրեց այս գիրքը եւ ինքը ժամանակի խոշոր նկարիչ ներ կամ եւ այլն։ Էլի մենք ամբողջը նույնիսկ մշակույթը կառուցում ենք մարդկանց վրա եւ ինձ թվում է որ քո ներկայացած դեպքը հենց դա էր պատճառով չկա, որովհետեւ չեն գտե մարդ ում շուրջ կարելի է կառուցել։ Եվ հարցը ձևակերպեմ, այս անհատական պատմությունը, անհատների պատմության վտանգները ո՞րն են, այսինքն ինչ վտանգներ են իրենք պարունակում իրենց մեջ։ Դրա հիմնական վտանգը իրականում այսպես կոչված էգոցենտրիկ մտածողությունն է։ Այսինքն էգոցենտրիկ մտածողությունը պատմության մեջ հայելային էֆեկտով արտահայտվում է նաև մեր ներկա հասարակական միջավայրում։ Նայեք Երևանում օրինակ արձանները 90%-ից ավել մարդկանց, տղամարդկանց արձաններ են, հատկապես ձիավոր արձաններ, առանց բացառելու։ Բայց օրինակ չկան այնպիսի արձաններ, որոնք հարցադրում կառաջացնեն, օրինակ զբոսաշրջիկի մոտ հարցադրում կառաջացնեն, որտեղ երբ որ զբոսաշրջիկը գալիս է, ելի եմ նշում, առանց բացառելու մեր հայտնի հերոսների արձաներին, բայց մենք կարիք ունենք այդ պատմական մտածողության մեջ ներառելու միջավայրը, որտեղ միջավայրը, քաղաքային միջավայրը, դրանք պատմության դասավանդման տենդենսներ են, որոնք հիմա շատ ակտիվ ընթանում են, եւ մենք փորձում ենք հենց այս բովանդակությունները իրապես բերել։ Ինչն է անձակենտրոն ավելի շատ մտածողությունը, որը էլի եմ նշում, հաճախ շփոթում են մարդակենտրոն մտածողության հետ։ Մարդակենտրոն մտածողության պատմության դասավանդումը դա հիվանդությունների պատմությունն է, դա մարդու հույզերի պատմությունն է, դա հայրենադարձների պատմությունն է, որոնց անվանում էին աղբարներ, այսինքն այդ տրավմաներն են, երկրաշարժից հետո առաջացած տրավմաների պատմությունն են, որոնք աշխարհում շատ առաջադեմ պատմագիտական դպրոցներում շատ արագ են զարգանում եւ մենք փորձում ենք մեր համայնքով որոշ անհատներով փորձում ենք դրանք բերել Հայաստան։ Հենց սա է մարդակենտրոն պատմությունը։ Իսկ անհատակենտրոն, անձակենտրոն պատմությունը դա առավելապես որպես կանոն կենտրոնանում է քաղաքական ֆիգուրների վրա, գերկենտրոնանում է քաղաքական ֆիգուրների վրա, նորից առանց բացառելու, որ իհարկե այդ բովանդակությունը եւս շատ կարևոր է, որ լինի բոլոր հնարավոր ռեսուրսներում, բայց գերկենտրոնացումը բերում է նրան, որ յուրաքանչյուր հարց որ հնչեցնում ես պատճառների մասին, իսկ պատճառների հարցադրումը առհասարակ, այսպես ասած problem solving-ի գլխավոր հարցադրումն է խնդրի լուծման։ Հարցերի, պատասխանների մեծամասնությունը ես չգիտեմ, հարյուրավոր, հազարավոր լսարաններում եմ ես դա դիտարկել, կապվում է անձի հետ։ Եվ դա միայն հայկական երևույթ չէ։ Պատկերացրեք
ես սկանդինավյան փորձը ուսումնասիրեցի հոդվածային մակարդակում, նրանց մոտ էր իհարկե ոչ շատ այսպես գեր անձնավորված, բայց էլի այդ խնդիրը շատ ուժեղ արտահայտվում է։ Հետևաբար այստեղ հարց լուծելու գլխավոր սկզբունքը միջավայրը բերելն է քաղաքային միջավայր, բնական միջավայր, այն որ մարդու իրական կյանքի հետ է կապված, բերել պատմության դասավանդման, պատմության գրքերի, ռեսուրսների, ձեռնարկների բովանդակություն, որոնք դարձնեն պատմություն այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Սա խնդիրը։ Իսկ միգուցե աղբյուրների պակասն է, հա? Միգուցե, որովհետև տես, հա, ավելի նոր շրջանի պատմությունը կարող ենք ուսումնասիրենք հասարակությունների պատմություն, միջավայրի պատմություն եւ այլն, բայց հին տարերի պատմությունը պատմիչները հիմնականում կենտրոնանում էին թագավորական ընտանիք եւ այլն։ Նույնիսկ ես Շավարշետ էի ոնց որ զրուցում, մենք խոսում էինք, որ օրինակ ուտելիքի մասին երբ որ խոսում ենք, շատ դժվար է հասկանալ, որտեվ հա պատմիչների նկարագրությունների մեջ կա, բայց ամենայն հավանականությամբ պալատական այդ ճաշացանկը, որը մենք կարող ենք հանդիպենք այս կամ այն պատմիչի մոտ նկարագրելու, ամենայն հավանականությամբ մի շատ քիչ առնչություններ սովորական մարդկանց ճաշացանկի հետ։ Խնդիրն այն է, որ եթե առօրեականության կամ մարդու կենսակերպի բովանդակությունները քիչ են հին կամ միջնադարյան պատմիչների աշխատանքներում, քիչ են նաև քաղաքական բովանդակությունները, քաղաքական բովանդակությունները։ Մեզ օգնության են գալիս հնագիտական հնագիտությունը, հա։ Այսինքն այնպես չէ որ աղբյուրներում չկան։ Եթե խոսում ենք դասավանդման մասին, ավելի քան կան։ Եթե խոսում ենք զուտ պատմության դասավանդման մասին, միջավայրային իրականության մասին, շատ աղբյուրներ կան, ավելի քան բավարար են, որպեսզի մենք պատմության դասավանդման մեջ ներառենք։ Իհարկե նորագույն շրջանը շատ ավելի մեծ հնարավորություններ այս առումով տալիս։ Պարզապես այստեղ չափազանց կարևոր մի մեթոդոլոգիա է պետք սովորեցնել, այսինքն մենք խոսում ենք մեր դասավանդողների մեթոդոլոգիայի մասին, բայց ուսանողի մեթոդոլոգիան հաճախ մեթոդոլոգիայի վերլուծություն կատարելու մեթոդոլոգիայի մասին մոռանում ենք, որտեղ ուսանողը ինչ պիտի անի, ուսանողը չափազանց կարևոր է, որ իր մտածողությունը դարձնի հնարավորինս էֆեկտիվ։ Իսկ էֆեկտիվ դարձնելու գլխավոր ուղիներից մեկը այդ միկրո միջավայրը մակրո միջավայրի մեծ պատկերի հետ կապելու ունակությունն է։ Սա այն է, ինչ որ մեզ հաճախ հանրային կյանքում պակասում է մտածողությունը։ Օրինակ փղի դեպքը, գետառի դեպքը կամ հայրենադարձների դեպքը, մի մարդու մասին պատմությունը, բանավոր պատմությունը։ Վերջերս ինձ մի խորհրդային շրջանում հացի ավտոմեքենա վարող մի բարեկամ պատում էր, թե ինքը ինչպես էր օրինակ գումար վաստակում։ Օրինակ ինձ ավելի քան բան ասեց այդ մարդու պատմած կես ժամվա պատմությունը, բանավոր պատմությունը, քան հաճախ խորհրդային միության շատ գրքեր, առանց բացառելու, բայց երբեմն մեր շուրջը, երբ որ մենք մշակույթ չունենք նկատելու միկրոն, մենք արհամարում ենք այդ միկրոն, դա ոչ թե արդեն պատմության մասին է, մենք ուղղակի սովորում ենք ինչ որտեղ անտեսել մեր այն միջավայրի հարստությունները, որոնք մեզ շրջապատում են։ Իսկ երբ որ դու առաջադրանքը դնում ես իրական հիմքերի վրա, ուսանողները ուղղակի սկսում են շատ լուրջ աշխատել դրա վրա։ Հա, եւ այդ միկրոն, այսինքն ինքը շատ աննշան կարող է լինի, բայց շատ բանի մասին կարող է ասել, օրինակ ես հիշում եմ, ասենք մեծ որ փոքր եւ հիմա էլ միջ այլոց շատ հետաքրքիր է, որ երբ որ ասենք ես իմ երեխաներին ասում եմ նկարի աստղ, իրանք միշտ են խորհրդային աստղի մոդելով են աստղը պատկերում, այսինքն 5, բայց բնականաբար այդպես չի, չէ՞ որ բոլոր աստղերը պետք է լինեն 5 ոնց 5 անկյուն, հա, 5 նիստ, ոնց են ասում։ Բայց ամենայն դեպս այդ մոդելը, որը մնացել է խորհրդային շրջանում, աննշան կերպով իրենց համար ենթագիտակցորեն պատկերներով, իրենք տեսել են պատկերներ, մուլտֆիլմներում են տեսել, չգիտեմ, կամ այդ բանը նոր տարվա այդ մեր տոնացարը որ մենք զարթանում ենք, խորհրդային միջից մնացած աստղն ենք դրել, եւ սա այս շարունակականությունների եւ փոփոխությունների մասին է, որը պատմության դասավանդման ամենակարևոր հայեցակարգերից է, այսինքն դա պրակտիկ հնարավորություններ է տալիս պատմության լսարանում զարգացնելու հանրային կարևոր հմտություններ ու կարողություններ։ Ինչպես տեսնել փոփոխությունը, ինչպես տեսնել շարունակականությունը, միջսերնդային երկխոսությունների խնդիրը։ Օրինակ
մենք ինչ միջավայրում ենք ապրում, ինչ ժամանակներում ենք ապրում։ Մենք ապրում ենք մի ժամանակներում, որտեղ այդ թվային արհեստական բանականության փոփոխությունները շատ արագ են գալիս եւ տարբեր սերունդներ չեն հասցնում դրա մեջ ադապտացվել։ Եվ այդ ադապտացվելու խնդիրները ի վերջո բերում են մարդկանց միջև կոնֆլիկտների։ Այդ կոնֆլիկտների պատճառները բոլորովին այլ են լինում։ Հիմա երբ որ մենք ապրումակցային միջավայր ենք ձևավորում պատմության լսարանում, որ այդ մարդիկ, որոնք Պարսկաստանից, Լիբանանից, չգիտեմ, Հունաստանից եկան եւ իրենց անվանեցին աղբարներ, բայց այդ մարդիկ չհանձնվեցին, իրենք դարձան դերասաններ, գիտնականներ, հա, չկոտրվեցին։ Դա այս քննարկումը մեծ հաշվով չկա ոչ միայն մեր, ես չեմ խոսում գիտական նեղ շրջանակներում, որոնք գրքեր են հրատարակում, ոչ միայն պատմական բովանդակության ու քննարկման մեջ, այլ նաև դա ըստ էության չի դառնում նաև Երևանի ժառանգության մեջ։ Այսինքն ինքը չի, հիմա պատկերացրեք օրինակ հենց աղբարաշեն օրինակ թաղամասում դրվի այդպիսի հետարքիր հուշարձան կամ ինչ որ միտեղ դրվի կուլակաթափված մարդու ունեզրկված մարդու չեմ ասում անպայման մարդու հուշարձան, բայց որևէ հուշարձան, որը այդ պատմական մտածողությունը, տրավմաները ինչ որտեղ, հա, մարմնավորի։ Այսինքն սկսելով լսարանից մենք տեսնում ենք նաև այդ լսարանին համարժեք մարմնացումը մեր քաղաքում, քաղաքային միջավայրում։ Դա ակնհայտ հայլային էֆեկտ ունի իր մեջ։ Հա, ես շատ անձնական մի բանով կիսվեմ։ Ես այդ պատմությունը որ դասավանդում եմ ամերիկյան համալսարանում, իմ խումբերը հիմնականում կամ օտարերկրացիներ են կամ սպյուրքից եկած, ասենք, որոնք նոր եկածներից են։ Ու այդ աշկերը որ հայրենադարձություն են կանցնում, ես միշտ ինձ բռնել եմ այդ մտքի վրա, որ ես ասում եմ մենք նրանց լավ չընդունեցինք։ Ես յենթագիտակցորեն բաժանում եմ մենքի եւ նրանցի մեջ ու հետո մի պահ հասկացա որ բայց ես երեխեքին ասում եմ մենք նրանց, բայց այդ երեխեքը հիմնականում հենց իրենք են։ Ու այդ դեպքում ասենք ոնց ես կոմունիկացվում, արդյոք ես ինձ դնեմ այսքան այդ բաժանումը նաեւ յենթագիտակցորեն իմ մեջ կար ու ես հիմա փորձում եմ հասկանամ ոնց այդ տարանջատումը մտցնեմ, որ ցույց տամ այդ վատ ընդունելը, այսինքն քո ասացի նման այդ ապրոմակցումը, այսինքն որ կողմից նայեմ խնդիրը եկացի այդ աղբարի, հա, կողմից նայեմ, թե մարդկանց կողմից ով ընդունում էր, որտեղ նաև պետք է ապրոմակցումը լինի այդ մարդկանց կողմից, ովքեր ընդունում էր, որտեղ էլի արի հիշենք, էլի պայմանները վատ էին, առանց հետ էլ կոպիտ ասած այստեղ ուտելու բան չկար ու հանգարց դու տեսնում ես, որ մեծ հոսք մարդիկ գալիս են, դու քո ընտանիքը չես, քո երեխային չես կարողանում ապահովես, նեղված ինչ որ մի բնակարանում ես ապրում, մեկ էլ հանգարց գալիս ասում են, «Էս մի սենյակը տալիս ենք, հայելի քո հայրենակիցն է, դու մտածում ես էմոցիոնալ առումով, բայց պրակտիկ առումով ինքը քեզ մեծ հաշվով մենք հանգում ենք մի իրողության, որ այս խնդիրները ջրի տակից հանված չեն։ Ապրես, չեն խոսացել դրա։ Չեն խոսացել, սրանք դարձել են մի տեսակ տաբու թեմաներ, չեմ ասում ինչ որ մեկը որոշել է, որ մենք չխոսենք։ Պարզապես երբ որ մենք խոսում ենք հանդուրժողականության մասին, անդադ տիրապետել են մեր միջավայրում, որ մենք կարծես թե ամենահանդուրժողական ազգն ենք, դրա համար մեզ միշտ կոտորել են, բայց իրականում մենք կարիք ունենք մեր հանրային ինովացիաների, հա, մտածողությունների վերաթարմացման համար նման քննարկումները բերել առաջ, որովհետև դրանք ոչ թե արդեն անցյալի քննարկումներ են, դրանք հենց ապացուցում են պատմության դասավանդման, պատմության պրակտիկությունը, որովհետև երբ որ մենք լսարանում քննարկում ենք կամ աշխատանք ենք անում, առաջադրանք ենք անում եւ ուսանողը զգում է այդ համայնքի այդ մարդկանց դժվարությունները, օրինակ կապիտալիստական միջավայրից, որտեղ մարդը ուներ իր բիզնեսը, հայրենիքի հանդեպ էմոցիոնալ գեր այդ էյֆորիայի մեջ գալիս է Հայաստան եւ բախվում է մի իրականության, որտեղ բիզնես դնելը անհնար է, թույլատրված չի եւ ինքը գնում է մի քիմիական գործանում աշխատելու։ Այս գործողությունների դիսկուրսը իրականում ուսանողին տեղափոխում է այդ զգացողական դաշտ, երբ որ մատերիալ միջավայրն ու հոգևոր միջավայրը փորձում ես իրական կյանքի վիզուալիզացիայի ենթարկես եւ այս միակ այս դեպքում ուսանողը սկսում ապրոմակցել, ոնց էլ պատկերացնեմ ես գալիս եմ բիզնես ունեմ ու գալիս եմ ամեն ինչ կորցրել եմ, որ լեհերիկ չի կորցրել եմ, ինձ էլ մի տեսակ խետ են նայում։ Այս էմոցիաները, այս տրավմաները իրականում պիտի դառնան քննարկման նյութ պատմության դասավանդման մեջ, որտեղ մենք հենց հիմա
մեր հանրային հանդուրժողականության կամ ավելի բարվոք հասարակություն ձևավորելու խնդիր ունենք։ Մենք չենք կարողանում հաճախ եթե նկատել ես մարդիկ իրար հետ խոսելիս շատ երկար չեն համբերում իրար։ Հա, որևէ քննարկում անելիս կապված որևէ խնդրի մասին կապ չունի խնդիրը։ Համբերության խնդիր կա, որը իրապես պատմության դասավանդումը շատ մեծ գործ ունի իր մեջ անելու եւ այդ պրակտիկությունը ապացուցելու։ Դիմացինին լսելու, կարողանալու իր արգումենտների մեջ մտնելու։ Համաձայն եմ, որովհետեւ մեր մոտ հիմա ցանկացած այդ ինչ որ բանավեճ են ասում, որ իրականում բանավեճ չէ, դա սեփական կարծիքը պնդելու, ասենք, մի բան է, այսինքն դիմացինից ոչ մի բան չընդունելու, դիմացինի արգումենտը մի հատ քո միջով չանցկացնես ու չմտած, միգուցե ճիշտ է ասում այդ մարդը, միգուցե դու կարիք ունես որոշակի շտկես քո պատկերացումը։ Մեր մոտ դա հաղթելու, դու անպայման պետք է հաղթես այդ խոսացումը, որ մայրիկի մանկապարտեզային հանդեսի ժամանակ, երբ որ երեխային մայրիկ ասում, այ դու ամենալավը արտասանեցիր, այս սինդրոմը այդպես էլ չի լքում հաճախ մարդկանց եւ նայում ես օրինակ արդեն տարեց մարդիկ են քաղաքականության մեջ եւ այնպես են վիճում իրենց այդ էգո ճշմարտությունների շուրջ, որ մոռանում են թե ինչի համար են եկել, ինչու են վիճում, ինչի համար են խոսում, այս ամեն ինչը այդ ամենալավը հանդեսի ժամանակ արտասանող այդ հոգեբանությունն է, որը իրապես էլի գալիս է մեր դպրոցական բուհական լսարաններից, որտեղ էլի է անձակենտրոնությունը իրապես արտահայտվում է նաև մտածողության մեջ։ Դրան հակառակ մենք ինչ պիտի անենք, առանց բացառելու մարդու դերակատարությունը ժամանակի մեջ։ Չափազանց կարևոր է այդ միջավայրային խնդիրները բերել առաջ, որպեսզի մարդը մենակ չմնա այդ ամեն ինչի մեջ։ Երկրաշարժ եղավ։ Եթե մենք խոսում ենք լճացման մասին, ինչ էր լճացումը։ Լճացումը առաջին հերթին այն էր, որ երբ որ մարդ օրինակ 1970-ականներին ցեմենտ էր գողանում։ Հա։ Այսինքն պարզապես անվանել լճացում բառը ու անցնելը ուսանողին ոչինչ չի տալիս։ Այ ուսանողը ամենաշատ ես դիտարկել եմ, երբ է մոտիվացվում պատմության մեջ։ Նա մոտիվացում է այն ժամանակ, երբ որ այդ պատմությունը կապվում է իր կյանքի հետ, իր պրակտիկության հետ եւ ինքը զգում է օրինակ ինքը ինչ կաներ։ Հա։ Այս թատրոնի հետարքիր բեմային դերային ենթագիտակցական խաղը շատ կարևոր է պատմության դասավանդման մեջ։ Հա, ես ճիշտ ասած դրա հետ կապված մի բան եմ մենք այդ կապը տալու համար, երբ որ խոսում եմ Հայաստանը, ռուսական կայսրության այդ նվաճողական քաղաքականությունը Կովկասում, երբ որ տարածքները Ռուսաստանը նվաճում էր եւ երբ որ Արցախի հողերը միացվեցին ռուսական կայսրության, հետո այսօրվա այսպես Հայաստանի Հանրապետության տարածքները մտան ռուսական կայսրության կազմի մեջ, միշտ այդ քննարկումն ենք ունենում, որ ռուսական արքունիքում ունենք շատ հայեր եւ եթե հայերը հետամուտ լինեին, որ այն ժամանակվա քարտեզը գծվեր մի քիչ այլ ձև, այսինքն այդ գուբերնիաների բաժանումը եւ Արցախը մնար Երևանյան գուբերնիայի մաս եւ ոչ թե Ելիզավետպոլի, ընդամենը մի որոշում, ընդամենը մի ճնշում, ասենք, չգիտեմ, կոնսոլիդացված տարբեր մարդկանց ճնշում կայսրության վրա կամ այլ միջոցների կիրառում կարող են բերեին նրան, որ այդ հարցը ընդհանրապես այլևս չէր լինի Արցախի հարցը։ Եվ սա ես ուզում եմ բերել այն ժամանակվանից ու բերում կապում եմ միջև այսօրվա մեր օրը, միջև պատերազմը, միջև զոհերը, միջև եւ այլն, այսինքն այդ լրիվ քո հետ համաձայն դրա համար ուզեցի այդ օրինակը բերեի։ Օրինակը ինչի մասին է, էլի մտածողության խնդրի մասին։ Խնդիրը կայանում է նրանում, որ երկարաժամկետ նպատակներ դնելու խիստ մշակույթի խիստ կարիք ունենք։ Իսկ դա միայն կարող է կրթությունը անել։ Մենք եթե այդ էլիտան ռուսական կայսրության իմ սուբյեկտիվ տեսանկյունից կարողանար դնել ավելի երկարաժամկետ նպատակներ կամ Մանթաշովը կարող դներ շատ երկարաժամկետ նպատակներ իհարկե դրեց, բայց հետո ուշացած հայ, այսինքն այնտեղ փորձեց ֆինանսավորել, հասկացա, որ մենք էլիտայի խնդիր ունենք, հայ երիտասարդների ներողարկում Եվրոպա։ Այս մտածողությունն է, ոչ թե ցանկության խնդիր է, որը ես չգիտեմ, ինչպես չափել ռուսական կայսրության արքունիքում Լորիս Մելիքովը կամ Լազարյանները ցանկություն ունեն, թե չունեն։ Դա ոնց որ անչափելի բան է, ցանկությունը։ Բայց կարող եմ ասել, որ եթե չի ստացվել, ուրեմն երկարաժամկետ նպատակներ հենց իրենց շահերից ելնելով թերևս չեն դրել։ Եթե դնեին, եւ իրենց շահ կլիներ եւ հանրությանը թերևս։ Այսինքն նույն Արցախի խնդիրը եւ հենց թեկուս մեծ ֆինանսների միջոցով ինչ որ ձևով ժամանակին, երբ որ ավելի հեշտ էր դրան հասնեին։
Բայց էլի մենք հանգում ենք մտածողությունների խնդիրների, որ օրինակ մի քանի խնդիրներ ես կարող եմ նշել, երբ որ դիտարկում ես լսարանում, հա, ուսանողը ասում է, ենթադրենք ասում ենք ընդունելու, հասկանալու խնդիրը։ Մենք երբեմն մեր հանրային մտածողության մեջ, երբ որ դու ասես օրինակ, այ ոնց որ ես Mein Kampf-ի ես հատվածը կարդացի, ես հասկացա ինքը ինչ է ասում, միանգամից կարող է հնչել ոնց դու հասկացար Հիտլերին, բա ասում, բա որ կարդում եմ, հասկանալու համար եմ կարդում։ Այսինքն նուրբ հատված կա, որը խախտված է հասկանալու եւ ընդունելու։ Դու կարող ես աշխարհի տակի հնարավոր մութ գրականությունները կարդալ, որպեսզի հասկանաս իրադրությունը, բայց իհարկե չես ընդունում։ Հիմա այս հասկանալու եւ ընդունելու տաբուների խնդիրը կա եւս մեր իրականության մեջ, երբ որ մարդիկ ներքին բարդույթներ ունեն մտածելու, արտահայտվելու։ Որտեղ եթե ինքը երբեմն խոսում է 20-րդ դարի մի երևույթի մասին, որտեղ կան տաբուներ, շատ դժվար է դասավանդողին բերել այնպիսի դաշտ, որտեղ ինքը կարողանա արտահայտվի իր հույզերը, իր ներքին պատմական շերտերը դուրս անի եւ ինքն էլ զգա, որ այս բանին ինքն էլ է պատմության մի մասը վերջը։ Հա, քոնը պատմության մեջ գալը շատ կարևոր է։ Դրա համար էլի, որտեղ եւս մի անգամ այդ պահը շեշտեմ, որտեղ շատ դուր եկավ քո ասածը, երբ որ դու պատմում ես Խորհրդային Հայաստանի մասին 70-ականների եւ չես բերում դա հասցնում որպես հետևանք երկրաշարժի այդ փլված շենքերը, այդ տասնյակ հազարավոր զոհերը, դու մի տեսակ կտրում ես, այդ 70-ականները անջատում ես, բայց երբ որ դու ցույց ես տալիս այդ պատճառը, այսինքն ինչի փլվեցին այդ շենքերը, ինչի երկրաշարժ դիտկած, դա ուսանողի մոտ երևի ձևավորում է այդ, չգիտեմ, դա հմտություն է, թե որակ է, քո ասած այդ տերմիններից, որ ինքը միշտ սկսի այդ ծիրում մտածել, որ իմ այսօրվա գործողությունը ինքը վաղը ինչ որ հետևանք կարող է թողնել։ Ի վերջո չգերագնահատենք պատմության դասավանդման հարթակը այս ամեն ինչում, որտեղ այդտեղ շատ ընտանեկան արժեքներ, տարբեր մշակույթներ դեր խաղում, բայց հաստատ պատմության դասավանդման կոմպոնենտը չափազանց առանցքային է եւ կարող ենք օրինակներ բերել, երբ որ պատմական գիտական դպրոցներ մի ամբողջ հասարակության կառուցման մեջ ֆրանսիական, գերմանական, իտալական հասարակության մեջ մեծ դեր են կատարել։ Հիմա եթե մենք օրինակ ամբողջ խնդիրը գիտեք ինչն է, որ մի բառ կա, չէ՞ որ ասում են եղիր այնպեսին ինչպեսին կաս։ Երբեմն մենք մեր պատմությանը չենք ընկալում այնպեսին ինչպեսին ինքը կա։ Մենք վերցնում ենք շոկոլադները, մենք մի քիչ մենք բառը շատ ենք օգտագործում, ընդհանուր հանրային տիրապետող, հա, այսպես ասենք մտայնություններում վերցնում ենք շոկոլադները, հերիք չի ուտում ենք մեր երեխաներին էլ ենք անդադ մենակ շոկոլադ տալիս եւ դառը բաները հաճախ մարտահրավերային հարց է հնչում, բայց ինչ ենք մենք ուսումնասիրում օրինակ 16-րդ դարը, երբ որ սովա այնքան էր իջել հայկական լեռնաշխարհում, որ կային արդեն կանիբալիզմի դեպքեր։ Ինչու մենք դա չենք ուսումնասիրում, ինչու մենք չենք ուզում ուսումնասիրել անկումները, որովհետեւ եթե մենք չենք ուսումնասիրում անկումները, մենք գալիս ենք 1988-ի երկրաշարժը եւ դա դարձնում ենք դասը, վերլուծական դասը, իմացաբանական դասը դարձնում ենք սուքի 45 րոպե եւ չենք ուսումնասիրում ուժեղ մտածողության պատճառները, ոչ թե մեղավորներին, հա, ասենք, չգիտեմ, Համբարձումը, Մկրտիչը եւ Արմենը 1970 թվականին այս շենքը կառուցելիս գողանում էին ցեմենտն ու արմատուրան։ Հարցը այն չէ, որ հիմա այդ մարդիկ պիտի պատմաբանը դառնա մեղավորների որսով։ Հա, իհարկե, հա։ Սա մեկ այլ ծայրահեղություն է։ Հարցը նրանում է, որ մենք հասկանանք ինչ է լճացումը, որովհետեւ լճացումը էլի հաճախ ներկայացում է որպես զուտ տնտեսական երևույթ, բայց լճացումը առաջին հերթին մտածողական երևույթ է, որովհետև դու կորցնում ես քո մոտիվները։ Այդ 1960-ականների վերջ 70-ականները ըստ էության նաև մենք ենք մեր սայերի տրամաբանության մեջ, հա, հաճախ իրականում երբ որ բացվում են Պանդորայի տուփերը, հա, երբ որ պատմության փակագծերը բացվում են, լսանում շատ մեծ արագ էֆեկտ է ստացվում։ Ուսանողները սկսում են պատմությունը ընկալել այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Այսինքն բնականության զգացողությունը եւ հենց այս բնականության զգացողությունը, երբ որ մարդը միջավայրում իր թերությունների, առավելությունների, ազգը միջավայրում իր թերություններով ու առավելություններով, իր
քննական մտածողությամբ, կատարելագործման մոտիվների վերհանումներով, ի վերջո ուսանողի մոտ առաջանում է մեծանում է մոտիվացիան պատմություն սովորելու հանդեպ։ Հա, այդ որ ըստ իր մոտիվացիան նաև երկու այսպես տերմիններ կարող եմ ուզում եմ շարժուն դարձնել։ Մեկի մասին խոսեցիք պատմական ապրումակցման մասին, երբ որ դու փորձում ես քեզ դնել ի վերջո այդ մարդկանց տեղը, որոնք այն ժամանակ ապրել են եւ հասկանալ իրենց մոտիվները, հասկանալ իրենց զգացմունքները, կա նաեւ երկրորդը, չէ, պատմական մտածողության եւ այսինքն նաեւ պատմության դասավանդման նպատակներից մեկն է հենց այդ պատմական մտածողության ձևավորումը։ Կարող ես մեր լսողներին մի փոքր դրա մասին պատմական մտածողության գլխավոր սահմանադրությունը այն է, որ ի սկզբանե պիտի հնչեցվի այս տեսակետը, որ պատմությունը միայն անցյալի մասին չէ։ Պատմությունը ժամանակի մասին է։ Անցյալ, ներկա, ապագա, այսինքն մենք ժամանակ ենք ուսումնասիրում, սա մեկ։ Երկրորդը պատմական մտածողության պրակտիկ, որ մարդուն իրապես տալիս է հմտություններ, որ ինչպես ինքը կիրառի հանրային կյանքում։ Գլխավոր գործիքակազմերից մեկը այդ պատճառ հետևանքն է։ Ինչ եմ ես տեսնում, հաճախ ես կոորդինատային առանցքի վրա գծագիրներ եմ անում, ասում երեխեք հիմա մեկը մտնի կիմանա մաթեմատիկայի դասա մեր մոտ։ Ինչ է կոորդինատային առանցքը, պատկերավոր, որպեսզի ավելի չափելի լինի։ Պատճառը մինչև իրադարձությունն է, այդ իրադարձությունը վերցնենք զրոյական կետը։ Հետևանքը այդ իրադարձությունից հետո, դա պարզ բան եմ ասում։ Բայց երբեմն երբ որ դու հարցը հնչեցնում ես, դու զգում ես, որ պատասխանում հետևանք կա։ Ինքը հետևանքի մասին է խոսում, ոչ թե պատճառի։ Այսինքն, եթե մենք ուսումնասիրում ենք ինչու վովափղիկը սպանվեց, ինքը ասում է, որ անվտանգություն էր, անվտանգության համար։ Հիմա սա գրեթե ամենավերջի կետով, sense պատճառը հետևանք է, չէ՞։ Այսինքն ոչ ոք չի ուսումնասիրում, թե ինչու բանը հասավ դրան, որ վովափղիկը սպանվեց։ Այսինքն պատճառների եւ հետևանքների հստակեցումը շատ կարևոր է մեր հանրային ընդհանրապես հարաբերությունների մեջ, որտեղ երբեմն մենք ավելի շատ խոսում ենք հետևանքների մասին, քան պատճառների։ Երկրորդը ինչպես տեսնել փոփոխություն եւ ինչպես տեսնել շարունակականություն։ Այսինքն, երբ որ մենք դասավանդում ենք, համակարգված այդ պատմական մտածողության կոնցեպտները պիտի հայելային ձևով արտացոլենք մեր առաջադրանքների մեջ, որպեսզի համարժեք ձևով այդ հումանիտար կրթությունը իսկապես բալանսավորված, համարժեք ձևով բովանդակային զարգացնի ուսանողը այդ առաջադրանքի միջոցով։ Ինչպես տեսնել փոփոխություն, առհասարակ սա շատ լուրջ հանրային խնդիր է, որտեղ երբեմն երբ որ մենք չենք տեսնում փոփոխություն կամ մեզ ձևացնում ենք, որ չենք տեսնում փոփոխություն կամ չունենք հմտություններ տեսնելու փոփոխություն, մեզ համար կյանքը դառնում է ձանձրալի։ Հա մարդու համար ձանձրալի է դառնում, այսինքն ինքը չի տեսնում փոփոխություն, այնուամենայնիվ միջավայրում կրթական տեսանկյունից փոփոխություն անպայման չի պրոգրես լինի, փոփոխություն միգուցե ռեգրես, այսինքն փոփոխություն ուսումնասիրելու կարողություն եւ շարունակականություն։ Դες դու նշեցիր օրինակ խորհրդային ժամանակներից, ես կասեմ 19-րդ դարից մինչեւ հիմա մեր հարաբերությունների միջավայրում, հա, կան այդ շարունակականությունները, որոնք արտահայտվում են, որոնք շատ պատմական են, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Շարունակականությունները օրինակ այդ հարաբերությունների ձևը, երբ որ մարդիկ ասում են օրինակ այս պետական շենքա թե սեփական, այս ապրանքը պետական է թե սեփական, երբ որ դու հնչեցնում ես, հա, ասում է տատիկս այն որ այդ մասին էր խոսում։ Հա, բայց ի՞նչ է պետական։ Այսինքն պետական ընկալվում է, որ նկ խանութում դրված մածունը։ Հա։ Եվ երեխեք այդ դա լսում են։ Իսկ գյուղից վերածը սեփական։ Գյուղից վերածը սեփական է։ Դա գալիս է խորհրդային ժամանակների մտածողությունից։ Այսինքն այս շերտերը բանավոր մեր ժառանգությունները եւ քաղաքային միջավայրը անսպառ հնարավորություններ են տալիս, որպեսզի մենք այդ անգլերեն ասած awareness-ը, գիտակցականությունը զարգացնենք։ Պատմական մտածողության այդ հայեցակարգերը պատճառ հետևանք փոփոխություն, շարունակականություն կամ ինչն ենք մենք անվանում կարևոր։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Պատմական կարևորությունը, հա։ Երբ որ դու պատմության մեջ համարում ես այս կամ այն երևույթ կարևոր, որովհետև քեզ ասել են, որ դա կարևոր է, ոչ ոք չի ոչինչ որ դա կարևոր է, բայց չկա դիսկուրս դրա տակ։
մեր կյանքում էլ մենք սկսում ենք կարևոր համարել բաներ, որոնք իրականում որոշիչ չեն եղել մեր կյանքում։ Այսինքն այդ կարևորությունը եւ հակառակը։ Եվ հակառակը։ Ես հիշում եմ քո օրինակը, որ մի քանի տեղ տալիս Խոսրովի անտառի հետ կապված։ Հա դա ոնց որ բաց երկնքի տակ դրված պատմական փաստ է, բայց էլի կարդում ես միջավայրային հզոր հենք ունեցող պոտենցիալ ունեցող քննարկման թեման էլի չի դառնում, բավարար չի դառնում եւ դա սահմանափակվում է միայն նրանով, որ էլի տեսեք անձակենտրոն մոտեցում է, որովհետեւ թագավորը սիրում էր որս անել։ Կամ ինչու գնանք հասնենք 4-րդ դար էլի, ասենք հենց մեր միջավայրում եղանակի փոփոխությունները, այդ կլիմայի environmental history-ն, այդ կլիմայական միջավայրային պատմության մեջ։ Հիմա մարդիկ տեսեք ձյունը գալիս է, ինչքան զգայուն են ընկալում, կարծես թե մի 10 տարի ձյուն չէր եկել։ Ինչպես է դա ազդում մարդկանց էմոցիոնալ դաշտի, տնտեսական կյանքի վրա։ Հավատացեք, այս խնդիրները իրականում շատ պրակտիկ հնարավորություններ են տալիս, որպեսզի ուսանողները տվյալ պահին on-line ռեժիմով պատմությունը ուսումնասիրեն շատ կիրառական եւ միջդիսցիպլինար տեսանկյունից։ Աղբյուրները կան, կարող են ուսումնասիրել եւ պետք է միայն սրանք բերել ավելի համակարգային։ Հա, մենք անցանք այդ բոլոր բաղադրիչների միջև, բայց ուղղակի կուզենայի այդ մարդկանց կրեդիտները տալ, ով որ այդ մեծ 6 կոչվածի մասին մի երկու խոսք եթե ասեիր։ Սա այն ինչ որ մենք անվանում ենք շարժում ներսից։ Հիմա երբ որ մեզ ասում են Կանադայի պատմություն, մեզ թվում է թե ինչ որ կարճ պատմություն է եղել, վերցնում համեմատում ենք հայոց պատմությանը, դե ասում ենք Կանադան ինչ պատմություն, բայց արի ուտես որ Կանադայում պատմության դասավանդումը շատ խորքային խնդիրներ ունի։ Հա, ասենք խնդիրներ ունի լուծելու, որտեվ կան ֆրանկո-կանադացիներ, պատմական ժառանգություններ, անգլո-կանադացիներ, տեղաբնիկներ, ի վերջո տեղաբնիկներ, այս ամբողջը եւս ձևավորում են համակեցական խնդիրներ, որը իրենք բերել են պատմության դասավանդման դաշտ։ Այդ երկու ուսուցիչներ էին, հա, Փիթեր Սեքսոսը եւ Թիմ Նորտոնը, որոնք պարզապես որոշեցին գրել մի գիրք, բերել ամբողջացնել, այնպես չէին, որ իրանք այնպես չի, որ հա հայտնագործություններ չի վերջին հաշվով, հա։ Դրանք շատ այլ հետազոտողների, եվրոպական հետազոտողների արդյունքների ոնց որ մարմնավորում էր այդ մեծ գրքի մեջ, եւ որը անվանում մեծ 6, այսինքն պատմական մտածողություն մեծ հաշվով զարգացնելու համար պետք է զարգացնել այդ 6 հայեցակարգերը։ Ես նշեցի պատճառ հետևանքի, փոփոխություն, շարունակականություն, պատմական այդ նշանակություն կամ կարևորություն, աղբյուրները կամ վկայությունները, որի մասին մենք խոսեցինք, վկայությունները, պատմական ապրումակցում, այդ էթիկական հարթությունը եւ historical perspective, պատմական հեռանկարներ։ Դրանք փոխկապակցված են մեկը մյուսի հետ, մի առաջադրանքը կարող է ներառել, օրինակ, կարող է ունենալ թիրախային պատճառի ու հետևանքի ուղղվածություն, բայց ինքը անպայման կապված է լինելու նաեւ հեռանկարների հետ։ Որովհետեւ երբեմն մենք ինչ ունենք, օրինակ այդ հեռանկարների տեսանկյունից ունենք կարծրատիպ, երբ որ հնչում է հարց, այնքան ժամանակ են սովորողին դպրոցից տվել պատրաստի պատասխան, որ սովորողը միանգամից ուզում է ինչ-որ մի հատ ճշմարտություն քեզ ասի, բայց չի պատկերացնում, որ ոնց որ հիմա ներկայում մարդիկ տարբեր տեսանկյուններ ունեն եւ պատմության այդ բազմատեսանկյունությունը հենց դրանում է կայանում։ Այնպես էլ 15-րդ դարում մարդիկ ունեն տարբեր տեսակետներ։ Հա, այսինքն մեկ ճշմարտության հիման վրա պատրաստի ճշմարտության հիման վրա դասավանդվող պատմությունը դա մեկ քայլ է պատմություն։ Հա, օրինակ ես էլի կիսվեմ իմ փորձառությամբ, երբ որ ուսանողների հետ անցնում ես Հովսեփեմին եւ ասում ես, որ ինքը եկավ Հայաստանում է իր ծրագրերը առաջարկեց, բայց Հայաստանում չգտավ արձագանք։ Միշտ ուսանողները այսպես քննադատաբար շատ սուր ընկալում են հայկական հասարակությունը, կաթողիկոսին, ասում են ոնց ինքը չսատարեց, բան եւ այլն, բայց էլի իրենց այսպես շատ դեպքերում դժվարություն չեն տալիս հասկանալ կոնտեքստը, հասկանալ ինչու այդ մարդիկ այդպես ընդունեցին։ Դառը փորձ կար, հաշվարկներ ունեին, այլ ինչ որ հարցեր եւ խնդիրներ, կապվածություններ կային այլ ժերի հետ։ Սա հա, այսինքն որովհետեւ տրված է, քո ասացի նման տրված է, որ Իսրայել օրին եւ Հովսեփեմին այդ ազդագրական պայքարի երկու այսպես լեռներն են, կոպիտ ասած, որոնք
ու պետք է ամեն դեպքում իրենց ծրագրերը չասեմ անքննելի են, բայց մեծ մասամբ հաստատված ճշմարտության ձևով են մատուցվում։ Դե երկու կողմ կա, հա, այսինքն այն միջավայրը մարդիկ, որոնք ապրում էին բուն Հայաստանում, եւ մարդիկ, որոնք հերվից ունեն իրենց ընկալումները, հələ նույն Իսրայելորին Հայաստանում եղել է։ Հա, դե վերջը էստեղից էր, հա։ Այսինքն մարդու հայացքը դրսից Հովսեփ Էմենի ճանապարհորդությունը առհասարակ, դա իմացաբանական ճանապարհորդություն էր։ Ինքը հերվից այլ կերպ էր ընկալում, եկավ եւ իր ընկալումները համեմատեց, համադրեց հայ իրականության հետ։ Այսինքն էլի մեղավոր փնտրելու հակումն է այստեղ։ Հա, որը նստած է մեր հանրության մեջ։ Այսինքն երբ որ դասավանդողը շատ զգուշ պիտի լինի, որովհետև ինքը գործ է ունենում այդ հակման հետ։ Երբ որ հարցը հնչում է, գնում է երկու հիմնական սկզբունք։ Մեկը անպայման այդ գործունեությունը անձնավորվում է, գերանձնավորվում է, իսկ տպավորությունը, որ Հովսեփ Էմինը սարեր շուռ տալով եկավ Հայաստան։ Ինքը շատ բարդ ճանապարհորդություն նախ ունեցավ, հա, Հնդկաստանից։ Այո։ Այդպեսի առաջադրանքեր ունենք, օրինակ, ինչպես Հովսեփ Էմինը հասավ Անգլիա։ Եվ մյուս կետը, երբ որ դու ուսումնասիրում ես արդեն բուն հայկական միջավայրը, որտեղ ավելի տիրապետող է եղել, եթե այս դեպքի վրա կենտրոնանանք, ավելի տիրապետող է եղել, այնպես որ կարծես թե բուն Հայաստանում ոչ ոք չէր մտածում, անպայման դրսից գալիս էին, իրենց մտածել էին տալիս։ Սա արդեն փոխակերպվում է մեր իրականության մեջ, որ ոնց որ անընդհատ դրսից է եկել մեր ինովացիոն իմպուլսները։ Այսինքն մենք գործ ունենք մի հատ լուրջ, բարդ, խճճված խնդրի հետ, որի լուծման լավագույն տարբերակը հավասարակ շռելն է գերանձնավորված պատմության եւ իրականում միջավայրի պատմության մեջ, որը չի հակասում մարդակենտրոնությանը, հակառակը կմեծացնում է մարդակենտրոնությանը, որովհետեւ ամբողջովին այդ միջավայրը եւ մարդը դրա մեջ պատմական այդ համատեքստի կառուցումը իրապես ձևավորում են պատկերը, որը անկեղծ պատկեր է, հա, պատմության մեջ։ Եվ դա բարդ բան չի, ես օրինակ միշտ այդ վարժությունը իմ վրա սկզբից անում եի, հիմա ուսանողները միշտ անում են, իրենք արդեն սովորել են, ասենք, իրենք մի բան ասում են մի մարդու մասին, ես իրենց հիշեցնում եմ միջավայրի մասին։ Կամ իրենք խոսում են ինչ-որ մի միջավայրի մասին, ես ասում եմ դե մեր հասկանան գործող անձինք ովք են։ Այսինքն, եթե դու միշտ սովորողին շեշտես, որ այդ երկուսն է պետք է հաշվի առնես ցանկացած այսպես վերլուծության մեջ, ինքը իր առօրյա կյանքում եք սկսի այդպես ապրել, այդ ինչ որ դու ասցիր, որ պետք է կապես իր, ասենք, ամենօրյա կյանքի հետ։ Երբ որ ինքը սկսի հասկանալ, որ պատմական դեպքերը վերլուծում է եւ այսպես օբյեկտիվ իրականության տեսանկյունից եւ մարդկանց սուբյեկտիվ զգացումներից, ցանկություններից, մոտիվացիաներից, նաեւ ինքը իր սովորական կյանքը այդպես կկառուցի, որը եւ ավելի էֆեկտիվ կդարձնի իր որոշում եւ ճշգրիտ կդարձնի որոշումները, եւ դրանց իր կյանքը ավելի էֆեկտիվ կդարձնի։ Հետո իրենք այնպեսի բաներ են նկատում ուսանողները, ես ինքս էլ իմ լսանում, որ օրինակ այդ առաջադրանքը կազմելիս ես ինքս չէի նկատել։ Այսինքն սա եւս մեկ անգամ այդ գիտելիքի ազատության, ազատականության մասին է խոսում, որ տաբուներ, ոչ դրական տաբուները, լավ էսպես ասենք, այս ծայրեղությունների կողմնակիցը սկսում են արդեն կոտրվել եւ մեր միջավայրում ձևավորվում է ավելի բազմատեսանկյուն, հա, մոտեցումներ։ Օրինակ, երբ որ ես հաճախ օգտագործում եմ Ոզնի շաբաթաթը, Ոզնի երկիծաթերթի այդ ծաղրանկարները, այնտեղ կան բացական ներկայացվող կերպարներ երիտասարդների։ Մեկի անվանում օրինակ անառակ որդին, մյուս դեպքում ոնց որ այն որդին է, որը որ ծնողների հաշվին է ապրում, եւ բոլոր այդ ծաղրանկարներում այդ երիտասարդները ներկայացված են գունավոր շորերով։ Ինչը հատուկ չէ խորհրդային միությունում։ Երբ որ հնչում է հարց, օրինակ այդ անառակ որդու, հենց վերնագիրը անառակ որդին է, նաեւ աստվածաշնչյան մոտիվներ են, շատ գրագետ են արել, հա, այդ քարոզչական այդ բանը։ Օրինակ դա 73 թե 4 Beatles-յան ժամանակներն են, երբ որ բոլոր տեղերում սաներվածները հենց կամ Beatles-ի կտրվածք են, կամ օրինակ Elvis Presley-ի ոճի սաներվածները, շատ հետաքրքիր է դա։ Ես օրինակ հարցնում եմ, ի՞նչն էր, օրինակ ես տղային դարձնում անառակ։ Ոնց որ թե միայն լսում է երաժշտություն, ինչ որ դուք այսօր ամբողջ օրը անում եք, հա, բայց խորհրդային, այսինքն այդ ապրումակցում, որ ասում ենք, ոչ թե կարեկցում է այդ երիտասարդին, անանուն երիտասարդին, որը տեղ է գտել կերպարին, հա, այլ ինքը փորձում է համեմատել երկու տարբեր ժամանակներ, անխուսափելի, որովհետև երբ որ այս մարդուն փաստորեն պաշտոնապես
անվանել են անառակ եւ ինքը ընդհանրապես երաժշտություն է լսում, ջինս է հագնում եւ լողափային վերնաշապիկ է հագնում, որը ակնհայտ խորհրդային միության արտադրանք չէ։ Եվ վառ գույներով բոլոր տեղերում վառ գույներ են եւ դա իրենք են նկատում, ոնց որ ընդհանրենք ասում են ոնց հասկացանք, ես 4 ծաղրանկարներում բոլոր բացական կերպարները վառ գույներով են ու ինչ որ գունավոր տաբատներով են։ Այսինքն այս երկու ժամանակների այդ interaction, հա, համադրումները իրենց ժամանակի իրենց մոտ հարց առաջանում, օրինակ, իսկ ինչու են նրան անվանում անառակ։ 1970-ականներ։ Այսինքն երբեմն մենք ուսանողին պետք է ոչ ուղիղ այն քարոզչական հնացած մեթոդներով չտանենք այդ ժամանակներ, այլ շատ էֆեկտիվ է դառնում, երբ որ պատկերային նյութերով, տեքստային նյութերով, նույն սովետական Հայաստանի հոդվածները հիմա թվայնացված են շատ լավ է, կամ Գարուն ամսագիրը, կամ փոքրիկ հոդված կարդալով, կամ այդ մարդու կյանքի տեմբրը, հա, զգալով շատ ավելի մեծ գործ է անում եւ այդ երկու ժամանակների համեմատության մեջ մեծ հաշվով առաջանում է պատմության գլխավոր առաքելությունը, հասկանալ մեր ժամանակները։ Սա է ամենակարևոր խնդիրը։ Եվ մեծ հաշվով, ասենք, մենք ինչ ունենք, այսինքն ունենք պատմության հանդեպ շատ պարզ տրամաբանական վերանայելու խնդիր։ Հա։ Մարդը իր միջավայրում, սա։ Հա, եւ դու մի բան շեշտեցիր, կուզենայի մեկ քո կարծիքը լսեմ։ Քննադատական մտածողությունը, չէ՞։ Մեր մոտ մի տեսակ իհարկե լավ բան է, իհարկե շատ կարեւոր է այլն, բայց նաեւ մենք մի քիչ ուրիշ ծայրահեղության մեջ ենք սկսում ընկնել, երբ որ աստվածացնում ենք բանը եւ շատ դեպքերում ուսանողներին թվում է, աշակերտներին թվում է, որ այդ քննադատության ենթակա է ամեն ինչ, նույնիսկ հաստատված պատմական փաստը, իրենք կարող են այսօրվա իրանց բարձրունքից 21-րդ դարի գնան միջնադար եւ արդեն հաստատված, ապացուցված, չգիտեմ, հնագիտական պեղումների նյութերով, նույնիսկ այսպես գրավոր աղբյուրներով հաստատված նյութը քննադատության ենթարկեն եւ այսպես դա մի տեսակ նիհիլիզմի նույնիսկ կարող է բերել, չէ՞։ Դու ոնց ես վերաբերվում այդ քննադատական մտածողության սահմաններ կա քո համար, թե դե նայ էս իրականում սա մենակ պատմության դասավանդման մասին չէ։ Կամ պիտի լինի շատ տաք կամ սառը։ Այսինքն մենք ծայրահեղությունների մեզ սովորեցել են թերևս այդ ծայրահեղություններին, երբ որ բնազդաբար գնում ենք դեպի ծայրահեղությունները, հա, մեկը մեկին հայոյեց, այն մեջտեղում մարդը, որը որ ոչ հայոյում է, ոչ բան, ինքը ոնց որ հետարքիր չի։ Հիմա դրա համար մոտեցումները պիտի լինեն շատ համարժեք, այսինքն դասավանդողի դերակատարումը այստեղ սկսած ամենափոքր ձևակերպումից, որը կարող է ուղղորդիչ լինել, հա, ուսանողի համար, պետք է լինեն այդ քննարկումների մեջ շատ համարժեք եւ բնական։ Այսինքն պատմական ապրումակցումը ըստ էության հենց միտված է զարգացնելու պատմականության անցալումը ուսանողի մոտ, որ ժամանակի հեռավորությունից գնահատական շպրտելը դա ոչ թե դառնում է այն օբյեկտի կամ սուբյեկտի խնդիր, որին դու շպրտում ես, ասենք, ցեղասպանության վերապրածին կամ մենք նշեցինք տարբեր օրինակներ կամ միջնադարում ապրող, միջնադարում սովորող ուսանողին, որը գլաձորի համալսարանում էր սովորում եւ չուներ ինտերնետ, այլ իր ժամանակը հասկանալն է։ Հա։ Այսինքն, այստեղ կա նուրբ հատված, որտեղ որ երբ որ մենք չունենք այդ միջին մասը, հա, վերլուծականության, ապրումակցման միջին մասը, ուսանողին մենք ըստ էության բան ենք տալիս, հա, խայծ ենք տալիս, որպեսզի ինքը վերևից նայի։ Եվ դա չի դառնում նրա խնդրը, դա դառնում է այդ գնահատական շպրտողի խնդրը, որովհետև այսինքն հետագայում այս սովորույթը անընդհատ սկսում է կրկնվել նաև իր առօրյա կյանքում։ Այսինքն մենք սկսած քաղաքականից վերջացած անձնականով։ Այսինքն միշտ չափազանց կարևոր է, որպեսզի խոսն այն մասին չէ, որ մենք ծայրահեղությունները չպիտի դարձնենք քննարկման խնդիր, բայց միևնույն ժամանակ այդ ստատիկության, հա, ապահովության խնդիրը, պահպանողականության ու լիբերալիզմի այդ համարժեք դիսկուրսը կրթության մեջ պետք է պահպանվի։ Ինչու՞, որովհետև բոլոր ժամանակներում էլ, բոլոր ընտանիքներում էլ ինչ որ չափով եղել են
որոշակի պահպանողական, որոշակի ավելի քննադատական, բայց միևնույն ժամանակ նաև մարդիկ նաև ձգտել են ավելի հանգիստ կյանքի, ինչպես նաև հիմա։ Հետևաբար արհեստական ծայրահեղությունները, վիրավորանքները, պատմության ինչ որ գործի հանդեպ կամ մեղավորների փնտրտուքը, դա էլի պատմական երևույթ չէ։ Դա էլի համարժեք երևույթ չէ։ Ոչ թե մենք խոսում ենք այն մասին, որ պիտի բացառենք որոշակի դիսկուրսներ, այսինքն ուսանողը եթե ուզում է քննարկել, այլ միջավայրը, կյանքը, ըստ էության ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակներում մարդիկ էլի փորձում էին ձգտել համակեցական որոշակի միջավայրի, եւ սա է հիմնական առաքելությունը։ Հա, եւ այդպես անգլերենում ասում են disclaimer, հա, տենց ինչ-որ զգուշացում, որը միշտ պետք է արվի սովորողներին այդ քննարկումների ժամանակ, մեկը այն ինչ-որ դու շատ ճիշտ նշեցիր, այդ դատավոր չլինելու բանը, դու չես կարող այսօրվանից դատես այդ մարդուն, եւ երկրորդ բանը կա, ես միշտ դա շեշտում եմ, որ մենք գիտենք ինչով է ավարտվել պատմական դեպքը, մարդիկ որ ապրում էին այն ժամանակ, իրենք չգիտեին արդյունքը որն է։ Միգուցե դա իրենք իմանային արդյունքը, ես էլ օրինակը բերեցի այն հայկական այդ էլիտան, որը կա ռուսական արքունիկում, եթե իրենք իմանային, որ իրենցից հետո 200 տարի հետո այսպիսի ողբերգություններ կլներ հայ ժողովրդի համար, ամենայն հավանականությամբ իրենք կգնային եւ այդ քարտեզը կգծեին բոլոր հնարավոր միջոցներով։ Դրա համար հա, այդ միշտ այդ երկու թակարդը կա, որի մեջ մենք չպետք է ընկնենք եւ միշտ սովորացնենք ուսանողներին չդատել եւ նաեւ իմանալ, որ ռետրոսպեկտիվ է մեր հայացքը, իսկ իրենցը բաներ։ Որպեսզի ինքը չդատի, այսինքն գաղտնիք չի, հա, որ մենք շատ դատավորների հասարակություն ենք, ինչը դառնում է մեկ մարդու խնդիր չի, այդ հանրային տիրապետող մտայնությունը որոշակի մեղմել կամ փոխել, այլ հունի վրա թեքել, եւ մի դասի նպատակ չես կարող դրանով փոխել, ինչ պիտի անես, մեծ հաշվով հնարավոր ռեսուրսներով դու ուսանողին, հա, այնքան վիզուալիզացնի այդ միջավայրը, որ հասկանա, որ Հովսեփ Էմինը հաստատ Airbnb կամ ինչ-որ application չուներ, որ մինչև մեծ Բրիտանիա հասնելը մի հատ հետևեր տեսնել ինչ հյուրանոցներ բաներ կան։ Այսինքն պարզ մի առաջադրանք, ինչ արգելքներ կարող էր ունենալ Հովսեփ Էմինը, կամ ինչ արգելքներ կարող էր ունենալ Մուշից, դա մենք շատ ենք անցնում, շատ արագ են, հա, մեր մոտ։ Մարդիկ գաղթեցին Արևելյան Հայաստան, այնքան հեշտ ենք անցնում։ Որ ուսանողը հետո որ արդեն չի ապրումակցում, մենք ասում ենք, բայց ինչի չի ապրումակցում, որովհետև Մուշից Էջմիածին, հա, եկած մարդիկ ճանապարհին։ Ինչքան աշխարհագրական ու ոչ միայն աշխարհագրական լրջագույն արգելքների հանդիպեցին, կամ նույն հայրենադարձները, կամ մեծով Մաշտոց, այսինքն ճանապարհային ապրումակցումը այդ չափազանց կարևոր է, որպեսզի քո ասած խնդիրը կարող հնարավոր լինի լուծել, որպեսզի ինքը էլ արդեն գնահատական չտա, որ եթե Մեսրոպ Մաշտոցը օրինակ հասավ Եդեսիա, ինչ արգելքներ ունեցավ։ Մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում, երբ որ ինքը արդեն տարերը ստեղծեց մեզ համար, էլի այդ էգոցենտրիկ մտածողությունը բերեց, մեր մեծ հայրը մեզ նվիրեց, քան ինչպես ինքը 7-8 տարվա ընթացքում դա ստեղծեց։ Էլի դա էլի նույն բանի մասին է, որ մենք մեր միջավայրում մարդիկ սովորել են կրթությունը, գիտելիքը փնտրել վերջակետին։ Շատ ավելի դժվար է թե ինչպես հասան դրան, ինչպես Հովսեփ Էմինը հասավ այնտեղ, կամ ինչպես հայրենադարձները եկան եւ կայացան։ Սա որպես կանոն, քանի որ պրոցեդուրալ երևույթ է, կոմֆորտ զոնայից դուրս է դնում սովորողին եւ ինքը չի ուզում դա հաճախ ուսումնասիրի, քանի դեռ դու իրան չես դրել առաջադրանքային այդ լոգիստիկայի մեջ։ Մի հարց էլ ունեմ, ուզեմ անպայման քննարկենք քո դասավանդման ընթացքում կամ քո այդ դու նաև շատ դիտարկում, ասենք բաներ ես արել, դիտարկում եք կոչվում, հա, տարբեր դասարանների observation, ոնց է կոչվում, դիտարկումներ ես արել։ Քո կարծիքով ինչքանով է կարևոր եւ ինչքանով է դառնում տեղական եւ համաշխարհային պատմության միջև այդ կապերի ստեղծումը։ Մի այդ մեծ գլոբալ կոնտեքստի մեջ տեղավորելը մեր պատմությունը կա, թե խնդիր է։ Դա էլի նույն ծայրահեղություններն է, երբ որ դա մեխանիկորեն է արվում եւ առաջանում է, այսպես ասած, հակադրական վիճակ ներքին, հա, հայոց պատմության ընկալումների եւ համաշխարհային պատմության հետ այդ հարաբերակցության մեջ,
բայց անպատճառ դրա հակառակ ծայրահեղությունը, երբ որ մենք հաճախ նշեցինք այդ էգոցենտրիկ, հա, կղզում քեզ զգալու ընկալումները, դա որը բերում է նաև այդ ավելորդ կղզային մտածողության, որ հայոց պատմությունը դա մի հատ կղզի է, որը որ շատ բացառիկ է եւ կապ չունի այլ պատմությունների հետ։ Այս երկու ծայրահեղությունների մեջ, ինչպես միշտ, մենք պիտի գտնենք սկզբունքները, ինչպես կապել համաշխարհային պատմության հետ։ Օրինակ, չասեմ, երբ որ մենք ուսումնասիրում ենք 16-17-րդ դարի հայոց պատմություն, բնականաբար հաճախ ուշադրություն չենք դարձնում, ինչ ենք ասում ենք պատվիրակություններ ուղարկեցին Հռոմի պապի մոտ եւ ոչ մի արձագանք չգտան։ Բայց եթե հաջորդ տողում գրեին, գոնե գրեին, որ ամբողջ Եվրոպան տարված էր Ամերիկայի յուրացմամբ, բողոքական շարժման այդ կոալիզիաներով, հետո թուրքական վտանգ եւ այլն, այսինքն սա հենց այդ մոտեցումն է, երբ որ հաճախ սպրդվել է եւ այդ տուրք է տրվել բացառիկության, ավելորդ բացառիկության, իհարկե պատմությունը, էթնիկ պատմությունը, մեր մշակութային միջավայրը բացառիկ է, բայց միևնույն ժամանակ դա տուժում է, երբ որ մենք դա չենք կապում համաշխարհային պատմության գործընթացների հետ։ Դա չի արժևորվում, երբ որ մենք դա չենք կապում համաշխարհային գործընթացների հետ։ Երևանում օրինակ հենց մեզանից քիչ հեռու, այսինքն հենց նույն շենքում են կարծես թե սյուներ կան, հա, այդ երբ որ հելենիստական սյուների մեջտեղում խորհրդային ժամանակներում փորագրել են մուրճ եւ մանգաղ։ Հիմա իմ ուսանողները նկարել են եւ բերում են, ուզում ենք քննարկենք, ինչու են խորհրդային միությունում իրար հետ համադրել հելենիզմն ու կոմունիզմը։ Այս քո ասած պատասխանն է, որի դիսկուրսը անպայման չի ես ներկայանամ, որ հեսա ամեն ինչ կպատմեմ ձեզ ինչու են խորհրդային միությունում, բայց կարևորը որ ուսանողի մոտ այդ հարցը առաջացել է, այսինքն առաջադրանքը իր պրոյեկտը նկատել է դա, իր քաղաքը սկսել է այլ տեսանկյունից նայել, միայն չի գնացել հանրապետության հրապարակի մանրամասները նկարել, այլ հենց իր ապրած շենքն է, հա, ուսումնասիրել, այդ ինդուստրիալիզացման գործընթացն է ուսումնասիրել, գործարանային մետրոն ինչու անվանվեց գործարանային եւ այլ հարցեր, այսինքն այս ամբողջ տեղայնացումները լոկալիզացիան իրականում եւ դրա կապելը մեծ պատկերի հետ, հա, ինչպես է ուսանողը միկրոն կապում մակրոյի հետ, նույն խնդրի մասին է, թե մենք ինչպես ենք հայոց պատմությունը կապում համաշխարհային պատմության հետ։ Սրանք ոնց որ եւ փոքր, հա, միկրո մակարդակում եւ լայն ավելի մեծ պատկերում նույն մոտեցման մասին են։ Հա, ընդհանրապես միկրոպատմությունը հիմա չէ, արևմուտքում վաղուց արդեն մի 30 տարի երևի, հա, ավելի, հա, ինքը դարձել է ամենաայսպես կարևոր տրենդային, նաև շատ այսպես օգտակար, հա, որտեղ ինքը շատ գիտելիք է տալիս, շատ նոր գիտելիք է տալիս մեզ։ Մեր մոտ դեռ նոր է այդ սկսվել, այդ միկրոպատմությունների վրա շեշտը դնելը, բայց հուսով եմ մեր մոտ դա կզարգանա եւ նաև դա իր արտացոլումը կգտնի նաև դպրոցում, հա, իմիջիալոց սա ուղղակի հարց ծնվեց այս բանին, քո կարծիքով ինչքանով արագ պետք է այդ գիտության, պատմագիտության նվաճումները իմպլեմենտացվան դպրոցներում, որտեղ ի վերջո դպրոցի դասավանդումը ավելի կոնսերվատիվ պետք է, չէ՞, իմ կարծիքով լինի, քան այդ գիտությունը, պատմագիտությունը։ Այնուամենայնիվ, տեսեք, մենք խոսեցինք ավելի ազատական, կամ գիտելիքի ազատականության մասին, որը որ շատ օգտակար կլինի այստեղ մեր միջավայրում, բայց միևնույնն է գիտությունը, կրթությունը ամեն դեպքում ինքը կոնսերվատիվ երևույթ է, այսինքն ավանդական։ Սա էլ է շատ կարևոր խնդիր, այսինքն մենք քանի որ երկար տասնամյակներ օրինակի տարբերություն Մերձբալթյան միջավայրի, մասնավորապես Էստոնիայի, պատկերացրեք 1987 թվականին դեռևս խորհրդային միություն չփրուզված, առաջին քայլերից մեկը նրանք հրավիրել են շատ հայտնի ուսուցչական համաժողով, որտեղ գլխավոր քննարկումներից մեկը եղել է պատմության դասավանդման հայեցակարգերը։ Հիմա քանի որ մենք լիքը չարած գործ ունենք, դրա համար սա էլ մի այլ մարտահրավեր է, ինչպիսի մոտեցումներով մտնել այդ բովանդակության մեջ, որպեսզի չառաջանան
հակադրություններ, շատ սուր հակադրություններ եւ ընդվզումներ, որտեղ հաճախ իրականում պատմությունը, այդ մոտեցումները էլի մեր միջավայրի մասին են, մեր մշակութային ժառանգության եւ արժեվորման մասին են, բայց քանի որ օրինակ ուսուցիչները երբեմն չեն ունենում համապատասխան հմտություններ պատմության դասավանդում ավելի արդյունավետ հիմքերի վրա դնել, նրանք դա չեն ընդունում եւ հաճախ ընդվզում են դրա դեմ, պարզապես իրենց մեջ հասկանալով, որ ամեն դեպքում պետք էր դա, այսինքն սա եւս էլի փիլիսոփայական եւ պատմության դասավանդման հայեցակարգային քննարկումների նյութ է, թե ինչպես է պետք այս շարժումը իրականացնել։ Դեռս պետք է թողնել նաեւ ուսուցիչների նախաձեռնողականությունը, շատ կարևոր է։ Հա, ես օրինակ հիշում եմ 2022-ին, թե 23-ին, երբ որ հենց այդ թեման անցնում էի, հայ ժողովրդի ծագման թեման, եւ հիշում եմ բանում Science-ում մի հոդված էր տպվել գենետիկ հետազոտության հիման վրա բան, երբ որ ես բերեցի դա, երեխեքին ասացի, երեխեք, 3 եմ կաշտացել, դեռ պարզ չի սա ինչքանով է բան, բայց շատ սիրուն վիզուալ կար, էլի, այսինքն վիզուալ բան կար, ասի, բայց ամենայն դեպս իմացեք, որ նման հետազոտություններ միջև հիմա արվում են, այսինքն հայ զգուշավորությունը պետք է անել, բայց նաև պետք է երեխին ցույց տաս, որ պատմությունը քարացած մի գիտություն չի, ինքը ամեն օրվա զարգացում է եւ ասենք, երբ որ ես եթե բացենք, երևի դու ավելի շատ ես դա ուսումնասիրում, ես չեմ արել, ասենք 50 տարի առաջվա այդ խորհրդային հայ ժողովրդի պատմության դասագիրքը հաստատ լիքը բան հիմա այնտեղ հնացած կլինի, փոխված կլինի եւ բաներ կլինեն, որ դե մենք ունենք շատ པարզ հանգամանքներ։ Մենք ունենք իսկապես խնդիր, որ պատմություն սովորելու մոտիվացիան դպրոցներում արդեն երկար ժամանակ է անկման մեջ է։ Հա։ Հիմա իհարկե չենք ընդհանրացնում, որ կան ուսուցիչներ, որոնք շատ մոտիվացված դասեր են անում, բայց ընդհանուր անկման մեջ է։ Ունենք པարզ իրադրություն։ Հետևաբար ինչ պիտի անել։ Պետք է անել քայլեր, որպես այդ մոտիվացիան բարձրացվի։ Հիմա օրինակ ես իմ հետազոտություններից ելնելով ասում եմ հետեւյալը, որ սովորողների մոտիվացիան ընկնում է, երբ որ այդ պատմությունը իրենց մասին չի, իրենց քիչ մետաֆորիկ եմ ասում, այսինքն մարդ այդ պատմության մեջ չկա։ Այլ կան կերպարներ, որոնք կարծես թե իրենց հետ այդքան կապ չունեն։ Հետևաբար ոնց որ հեծանիվ ես չեմ հորինում, հիմնականում այս խնդիրը լուծելու միջազգային փորձը բերել է նրան, որ պիտի միջավայրային պատմությունը բերել պատմության դասավանդման բովանդակության մեջ։ Այդ միջավայրային պատմության մեջ մտնում է մարդը, բնությունը, կլիմայական փոփոխությունները, հիվանդությունները, քաղաքը, այդ urban heritage, այսինքն քաղաքի ծանոթությունը, միջավայրը եւ շատ այլ կրթությունը, այսինքն ինչ որ մարդու բնական կյանքի հետ է։ Եվ այս խճանկարը, երբ որ մենք կազմում ենք, ակնհայտ ես ինքս ակնհայտ տեսնում եմ, որ այդ հետազոտության մեջ ինչքան է մեծանում ուսանողի խանդավառությունը եւ մոտիվացիան։ Դեպաբար այս մեկնարկային կետը պիտի դնել ու առաջ շարժվել։ Հա, մի վտանգ որն է, մի վտանգ սխալ բառ օգտագործի, ներողություն, բանը, մի մարտահրավերել կա, որին մենք բախվում ենք, դա թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը եւ այս ամեն ինչը, որ գալիս է, այս ալիքի նման եւ մենք տեսակ մեծ լրիվ անտրանբանական մոտեցում կա, մենք փորձում ենք այդ ալիքի պաշտպանվել, պահել, որը անհնար է։ Ինչպես ինտեգրել այդ նույն արհեստական բանականությունը, ինչպես ինտեգրել այդ թվային բոլոր այդ հարուստ տեխնոլոգիաները, չգիտեմ, սմարթֆոններ, որովհետև գիտեմ հիմա այլ շարժում կա, որ դպրոցից արգելել սմարթֆոններ, որ անհնար է։ Դա մի ծայր է։ Այո, սմարթֆոնը ես ուսանողներից միշտ ասում եմ, որ ձեր մարմնի մաս է դարձել այլևս, այսինքն դա ձեր բաղկացուցիչ մի մասն է եւ ես օրինակ տեսնում եմ, որ շատ հաճախ մեկ-մեկ որ ուսանողների ձեռքից վերցնում եմ հեռախոսներ եւ դնում եմ իմ մոտ, իրենց մոտ ֆիզիկական փոփոխություններ են տեղի ունենում։ Իրանք մշտապես փնտրում են այդ։ Այո, իրանք մշտապես փնտրտուքի մեջ են, փնտրում են, գրպաններն են ստուգ, հետո նոր հիշում են, որ ես եմ վերցրել իմ սեղանին դրա։ Ուզում եմ այդ քիչ բան, անորոշ հարց ստացվեց, բայց երևի հասկացար։ Ինչպես վարվել թվային տեխնոլոգիա, նոր տեխնոլոգիաների եւ այսպես արհեստական բանականության հետ։ Նայ իրականում խոսքը մեծ հաշվով ըստիս էմոցիոնալ գրագիտության մասին է։ Կապեմ նաև այն հարցադրման հետ, երբ որ դու նշեցիր, ինչքան հաճախ են մեր միջավայրում գնահատականներ տալիս։ Շատ արագ են տալիս։
Ինչա վերլուծությունը։ Վերլուծությունը այդ պատմական վերլուծությունը դա պրոցեդուրալ երևույթ է, այսինքն երբ որ մենք ուսանողին կլինի անկախ թեմայից, կլինի գրերի գյուտը կամ քրիստոնեության ընդունումը կամ մերօրյա արցախյան շարժումը եւ այլն, մեր առաջադրանքները եւ քննարկումները հարցերը շատ կարեւոր են իրենց մեջ ներառեն այդ կամուրջային հատվածը, պրոցեդուրալ հատվածը, որը սկզբի ու վերջի միջև ձևավորում է որոշակի վերլուծական դադար։ Եվ այդ գործընթացի մեջ մտնելով ուսանողը չի շտապում տա այն գնահատականը, որը ինքը պիտի տա այս գործընթացը անցնելուց հետո։ Ըստ էության, երբ որ մենք նայում ենք ճապոնական կրթության փորձը, ֆիննական կրթության փորձը, այդ վերլուծական դադարի հնարավորինս բովանդակային եւ պրոֆեսիոնալ մոտեցումը, այո, շանս ունի փոխելու մեր էմոցիոնալ գրագիտությունը։ Հիմա այս էմոցիոնալ գրագիտությունից անցում կատարեմ արհեստական բանականությունը։ Գաղտնիք չի, որ հա, այսինքն արհեստական բանականությունը որքան էլ կատարելագործված լինի, դրա հիմնական ոնց որ կատարելագործման սկզբունքը նրա էմոցիոնալ գրագիտությունը մեր էմոցիոնալ գրագիտությանը մոտեցնել։ Հիմա պատմության տեսանկյունից մենք ինչ ունենք անելու։ Օրինակ, եթե ուսանողը անկալում ունի, որ պատմական գիտելիքը դա այն է, ինչ որ ինքը հանգիստ կարող է ChatGPT-ում գրի եւ ստանա։ Հա։ Այսինքն եթե մենք ներկայացրել ենք նրան, դպրոցում նրան ներկայացրել են, որ պատմական գիտելիքը այդ փաստերի, անձերի մասին, առանց ապրումակցման, առանց փոփոխությունների, առանց այդ նուրբ էմոցիոնալ անցումների գիտելիքն է, իհարկե, բուհում կլինի թե երբ որ ինքը սովորես ChatGPT-ին օգտագործել եւ դու իրանից պահանջում ես բացառապես փաստային իմացություն, ինքը հանգիստ ChatGPT-ին կօգտագործի։ Բայց եթե նրան մենք առաջարկում ենք այնպիսի պատմական գիտելիք, որտեղ կա ապրումակցում, հա, երբ որ ուսանող ուսումնասիրում է իր տատիկի ժամադրության ժամանակը, որտեղ արհեստական բանականությունը ուղղակի չգիտի այդ ինչ է։ Այսինքն 1970-ականներին, երբ որ կա case, թե ինչքան էր լարվում իր տատիկը Մոսկվա կինոթատրոնում, երբ որ հանդիպել էր առաջին անգամ այսօրվա իր պապիկին։ Հա։ Եվ այդ ամեն ինչը իրականում հարկ եղած դեպքում պետք է օգտագործել նաև արհեստական բանականություն կամ թվային տեխնոլոգիաներ։ Օրինակ, այսպեսի մի հարց, հա, երբ որ մենք քվեարկում ենք։ 19-րդ դարում կային պահպանողականության ու լիբերալիզմի մեջ պոլեմիկա, թե պետություն չկար, երևի ավելի շատ գաղափարական, շատ ավելի շատ գաղափարական բախումներ կային, քան թե հիմա։ Մեր միջավայրում էլ, հա։ Օրինակ, երբ որ ուսանողին պարզ մի քվեարկություն ես տալիս, ասում ես կարող ես անցնում ես այդ պատմական բովանդակությունը եւ ուսանողը քվեարկում է, թե որ քաղաքական գաղափարական ուղղվածությունը կընտրեր ավելի։ Գրիգոր Արծուն ու մշակը կարդալուց հետո ավելի լիբերալ ուղղությունը, թե ասենք, չունեմ, Գաբրիել Այվազովսկու պահպանողականության ուղղությունը։ Իհարկե, այս հետարքիր է, երբ որ դու բերում ես թվային տեխնոլոգիաները նախ եւ առաջ պատմության դասավանդման դաշտ։ Հետո նոր արդեն այդ դիսկուրսի մեջ նաեւ այդ արհեստական բանականությունը, որը էլի պետք չի կռվել դրա հետ։ Եվ կա նաեւ ընդհանրապես պատմության ընկալումներ, հա, օրինակ, երբ որ մտցնում ես պատմության դասավանդման մեջ այսպիսի մի դիսկուրս, որ ասում ես օրինակ, երբ որ մարդիկ միջնադարում սովորում էին մետաղից հետո վստահել թղթին, եւ այդ կրեդո բառը հենց այդ ժամանակների ծնունդ էր, հիմա էլ դուք հա դրամներից անցնում էին, հա, թղթադրամներ։ Հիմա էլ դուք ոնց որ թղթից անցում եք կատարում թվայինի։ Այսինքն ամեն ինչ կախված է թե մենք պատմության մեջ ինչ բովանդակություն ենք ներառում, ինչ գրագիտություններ ենք փորձում զարգացնել։ Որտեղ պատմությունը հսկայական հնարավորություն ունի ֆինանսական գրագիտություն զարգացնելու։ Այդ էմոցիոնալ գրագիտության մասին նշեցի։ Սա մի փոքր ասենք ինչի այսպես ստացվում, որ մենք շատ խնդիրներից ենք խոսում, որովհետև էլի եմ ասում, որ շատ երկար ժամանակ դեռևս այդ արմատական գործ չի արվել բովանդակային, ավելի շատ արվել է ոնց ասեմ, երբեմն ես ասում եմ, որ
խորհրդային միության փլուզումից հետո մեր դասագրքերում տեղի ունեցավ ավելի շատ մեխանիկական փոփոխություն։ Այդ ոգին մնաց, կոմունիստական ոգին։ Բայց ինքը ներկվեց ուրիշ գույնի։ Սա է խնդիրը, էլի, այսինքն մենք փոխեցինք տեքստերը, մտածելով, որ տեքստերը փոխելով կփոխենք պատմության հանդեպ Հապեշ ժամանակի հանդեպ մեր հայեցակարգը։ Դե հիմա նույնն էլ է կատվական տեխնոլոգիաները։ Մենք էլի փորձում ենք մեր երիտասարդությունը, մեր դպրոցական տարիները տեսնել այսօրվա մեր ժամանակ չկային հեռախոսներ։ Ես գրեթե համոզված եմ իմ ժամանակ լիներ, ես ամբողջ օրը կլինեի հեռախոսի մեջ։ Դրա համար երբ որ ես քննադատում եմ այդ ցանողներին, եւ ես շատ դեպքերում նաեւ փորձում եմ դա մի տեսակ մեր բան դարձնել մեզ համար դաշնակից։ Ես օրինակ դաս ժամանակ կարող եմ երկին ասեմ երեխեք, մի հատ էլ խնդրում եմ սրա թվերը, մի հատ Google-եք տեսեք, էլի։ Որոնք հասկանում են, որ հեռախոսը կարող է ոչ միայն YouTube-ի ինչ որ ֆիլմ նայելու կամ Facebook-ում նստելու թեմա դառնի, այլ այս պատմական դեպքը մի հատ ճշտելու բան։ Ես կարող եմ հիշեմ այդ թիվը, բայց այսպես զուտ բանի համար ասեմ երեխեք, մի հատ էլ հիշեք որ թվին էր, սակայն որ ամիսներ, ամառեր, ձմեռեր էր ճակատամարտը, մի հատ իրանք փաստորեն այդ հասկանան, որ ես ավելին ասեմ, օրինակ երբեմն ունենում ենք առաջադրանքներ, որոնք բավական համարձակ են իրենց տեսակով, երբ որ ուսանողները հնարավորինս օրինակ փաստեր տվյալ գործի վերաբերյալ գործունեություններ են ներառում, հա, արհեստական բանականության մեջ, եւ արհեստական բանականությունը հաշվի առնելով այդ գործունեությունների հիման վրա այդ անհատի որակները կազմում է այդ անհատի օրինակ պատկերը, կերպը։ Հիմա կարող են ասել օրինակ դա չգիտեմ հավաստի չի կամ չգիտեմ, բայց դա ի վերջո մի համարձակ քայլ է, որպեսզի ինչ-որ չափով այդ արհեստական բանականությունը բերել, ինչը աշխարհում շատ է արվում այդ digital humanities-ի տեսանկյունից, որովհետև քանի դեռ մենք կկռվենք նրանց հետ, երբ որ Գարի Կասպարովը հաղթում էր շախմատի մեքենային, ոչ մեկ չէր մտածում, որ ինչ-որ մի օր կպարտվի, հա, այսինքն մեր ստեղծածի հետ պետք չի կռվել։ Սա է խնդիրը եւ հումանիտար ոլորտ արհեստական բանականությունը բերելը դերևս ավելի հետևանքները կմեղմի, քան թե արհեստական բանականությունը ինքը գա։ Հա, ոլորտ, որտեղ եթե ինքը եկավ, մենք արդեն կդառնա ներխուժում, հա։ Հա, մենք իմիջիայլոց հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ ունեցել ենք Անի Շահնազարյանի հետ զրույց թվային տեխնոլոգիաների կիրառումը հումանիտար գիտությունների մեջ անպայման դիտեք, ինձ թվում է հետաքրքիր էր ստացվել։ Եվ մի բան էլ որ դու խոսում ես այդ համարձակ մեթոդների մասին, մի մեթոդ է կա, որ ես միշտ կիրառում եմ, բայց միշտ այսպես բանով եմ, չգիտեմ, ճիշտ եմ, ալտերնատիվ պատմությունների մոտեցումը ասենք անցած դասին քննարկում էինք ինչ կլիներ եթե Սևրի պայմանագիրը իրականանար եւ կամ եթե Միացյալ Նահանգները վերցնեին Հայաստանի համար մանդատը օրինակ արդյոք այսօրվա արևելյան Հայաստանը գոյություն կունենար թե չէ օրինակ սա էլ հարց է որ կարող են դարբես գոյություն չունենար խորհրդային միությունը չուզենար այդ մեծ Հայաստանի կողքը փոքր այսինքն դու ոնց ես վերաբերվում ալտերնատիվ պատմությունների իրականում ինքը շատ արդյունավետ է երբ որ մենք արդեն մինչև այդ ճանապարհ ենք անցած լինում Օրինակ, եթե հենց թեկուզ վերցնենք մեր ժամանակների, այսինքն մոդեռն պատմության դրվագները, երբ որ մենք կարդում ենք տեքստեր, օրինակ աղբյուրներ եւ նման գործողություն առաջադրանք տալիս ենք արդեն այդ բոլոր տեքստերը եւ համատեքստը որոշակի ծանոթ հանելուց հետո շատ էֆեկտիվ, շատ էֆեկտիվ գործողություն է դառնում Այսինքն, էլի, դասավանդողի պրոֆեսիոնալիզմից է գալիս, թե ինչպես է ինքը իր ստրատեգիան, հա, մշակում, որտեղ կարող են շատ գայթակղիչ լինել օրինակ այդ առաջադրանքները, վիզուալ նյութերի, բայց մեկ այլ հարց է, թե ինքը ինչպես է դասի մեջ, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքում իր գործունեության տեղադրում այդ ամեն ինչը։ Այսինքն, առաջադրանքը գայթակղիչ է, բայց պիտի հասկանալ, որ օրինակ եթե ես այսօր մի 5 անգամ կամայական ժամ բանեմ ասում, 5 անգամ իրենց միայն պատկերային նյութերի հիման վրա քննարկում եմ արել, հետեւաբար ես ինչ եմ անում, հա, իրանց մոտ առաջանում է պատկերային նյութերի քննարկումը, բայց տեքստ կարդալու հմտությունները սկսում են հետ նահանջել։ Հետեւաբար, եթե խոսում ենք այլընտրանքային պատմությունը ինքը ավելի շատ ներկայի մասին է, քան թե անցյալի։ Որտեղ եթե ինքը շատ էֆեկտիվ է ինչ տեսանկյունից, որ
երբեմն լսել եք, հա, որ ինչ էլ անեմ, միևնույն է ոչինչ չի փոխվելու։ Ֆատալիստական ինչ-որ այլընտրանքային պատմությունը ինքը ֆատալիստական պատմություն սովորողի կամ ընդհանրապես մարդու ֆատալիստական ճակատագրապաշտականությունը որոշակի մեղմելու, հա, պատմության դասավանդման տեսանկյունից մեղմելու գործընթացը, որ ինչպես այն ժամանակ կային անպայման կային այլ ելքեր, որքան էլ որ ձեզ ասում են, որ չկար այլ ելք, հա, հաճախ ասում են դե այլընտրանք չկար, դե այլընտրանք չկար, մենք այս արտահայտությունը ես օրինակ իմ մեր դասախոսներից շատ եմ լսել։ Ինչ դրվագ որ բերում էին, ասում են այլընտրանք չկար։ Այ այս միշտ այլընտրանք լինելու գաղափարը հենց այլընտրանքային պատմության միջոցով կարելի է որոշակի կարգավորել, հա, այս խնդիրը։ Որտեւ Զորաբ ջան, շատ շնորհակալություն, ինձ թվում է մենք բոլոր հնարավոր այսպես կողմերից փորձեցինք նայել, ես բոլոր իմ հարցերը փաստացի սպառեցի կամ դու այսպես կանխեցիր իմ հարցերը, որոնք ես պատրաստել էի տալու համար, եւ հուսով եմ, որ մեր վերջին հաշվով այս մեր զրույցը ավելի շատ մեր ուսուցիչներին, պատմության դասավանդող ուսուցիչներին պետք է օգտակար լինի, հուսով եմ օգտակար կլինի եւ դարապես կարծում եմ իրենց դերը շատ կարեւոր է, իրենք պետք է իրենց գնահատված զգան, իրենց պետք է զգան իրենց կարեւոր այդ հասարակությունը ձևավորելու առումով եւ նաեւ ես գիտեմ, որ իրենք շատ դժվարությունների են բախվում, նաեւ ուսանողներին փորձելով ապացուցել է բացատրել ինչի ուսանողները պետք է սովորեն պատմություն։ Մենք քո հետ խոսել ենք նախորդ մեր զրույցի ժամանակ, դու ասացիր ինչու ես, այսինքն ինչի ես այս ոլորտը եւ ինչի է քեզ հետաքրքիր, բայց այնուամենայնիվ Արիմյատելի ամփոփելու համար ասենք, եթե դու ուսուցիչ ես, մտնում ես դասարան եւ քեզ աշակերտը հարցնում է, ինչի ես պետք է սովորեմ պատմություն, ինչ կպատասխանես։ Ես կպատասխանեմ այն ինչ որ պատասխանում եմ, ես հարց կտամ մյուս ուսանողին, հա, ավելի հարցը կբերեմ հանրային դաշտ եւ ըստ էության այդ քննարկումից հետո ես կպատասխանեմ նաեւ կասեմ իմ տեսակետը, որ քանի որ ժամանակը ինձ ամենաուժեղ կառավարող գործոնն է, հա, ոչ ոք չի կարող ինձ արթնացնել ավելի ուժեղ, քան ժամանակը, հետեւաբար իմ համար պատմությունը ժամանակի մասին ես ուզում եմ հասկանամ այն երևույթը, որ առավել շատ ինձ կառավարում է։ Այսպես փոքր գուցե երկար ստացվեց ձևակերպում ես, բայց շատ լավ ձևակերպում է, շատ լավ։ Այսինքն պատմության ժամանակը որպես պատմության ուսումնասիրման հիմնական օբյեկտ։ Եվ ընդհանրապես իմ հորդորն է մեր ուսուցիչներին, մասնավորապես պատմության ուսուցիչներին, սկսեք շարժում ներսից։ Մի սպասեք, որ ինչ որ միտեղից ձեզ կտան այդ գործիքակազմը։ Մենք էլ կանենք միասին բոլորովս մեր համայնքով հնարավորինս որպես մեր դրած նպատակներին հասնենք ու կհասնենք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, շնորհակալություն։